լսեցի, կարող է հա Կարճ ողջույնի խոսք ու փոխանցենք Զոյայի խոսքը արդեն։ Շատ լավ, ես տենց դրսում եմ միջոցառման եւ մի քիչ պահեր կա բաց եմ թողնում, ողջունում եմ բոլորիդ, հուսամ իսկապես այսօր հնարավորություն կունենանք պարզաբանելու այն բոլոր հարցերը, որը այս ծրագրերի շրջանակներում մեզ հետաքրքրում են։ Շնորհակալություն մեր գործընկերներին այս հնարավորությունը ՀԿՍԵԿՏՐ-ի համար կազմակերպելու համար։ Մեզ արդյունավետ ժամ եմ մաղթում։ Շատ լավ։ Եվ Զոյա ջան, սիրով խոսքը փոխանցենք քեզ Erasmus+ ազգային գրասենյակից։ Բարև ձեզ, ուրախ եմ շատ բոլորիդ այստեղ տեսնելու համար։ Միանգամից ձեր ժամանակը չչարաշահելով ես կիսվեմ Սահիկա Շարով եւ կկարողանանք արդեն սկսել։ Խնդրում եմ ասեք, տեսնում եք էկրանը նորմալ երևում է։ Այո, երևում է։ Այո, շատ լավ։ Այսօր կխոսենք Erasmus+ ծրագրերից, առհասարակ ինչ է Erasmus+-ը, ինչ ծրագրեր են իրականացվում Հայաստանում եւ շատ ավելի մասնավորապես շեշտադրումը կլինի երիտասարդական ծրագրերի վրա, ինչ հասանելի ծրագրեր կան, ինչպես կարելի է սկսել ծրագրեր, ինչպես գրանցվել հարթակներում եւ բազային այն հիմնական գիտելիքները, որոնց պետք է անհրաժեշտ են ձեզ որպես հասարակական կազմակերպություններ գործունեություն սկսելու համար։ Erasmus+-ի մասին վստահ եմ, որ շատերս ենք լսել, շատերս գիտենք նրա որոշ գործողությունների մասին, որոշները գուցե մասնակից են եղել, գուցե ինչ-որ ծրագրեր ինքներդ եք իրականացրել, բայց առհասարակ Erasmus+-ը շատ մեծ ծրագիր է, որը Եվրոպական միության առաջատար ծրագիրն է, որը աջակցում է կրթության, ուսուցման, երիտասարդության եւ սպորտի ոլորտներին։ Դրա նպատակն է ուսուցման միջոցով աջակցել մարդկանց մասնագիտական եւ անձնական զարգացմանը, կրթության վերապատրաստման, երիտասարդության եւ սպորտի ոլորտներում Եվրոպայում, ինչպես նաեւ դրա սահմաններից դուրս։ Ավելի կոնկրետ օբյեկտիվները, նպատակներն են խթանել անհատների եւ խմբերի ուսումնառության շարժունությունը, սա գուցե շատերին ամենածանոթ նպատակներից մեկն է, շարժունության ծրագրերը, մոբիլիթի ծրագրերը, ինչպես նաև խթանելը ոչ ֆորմալ ուսուցման շրջանակում երիտասարդների շարժունությանը, ակտիվ մասնակցությանը եւ սպորտի ոլորտում նույնպես խթանել ուսումնառության շարժունությունը։ Մեկ րոպե, էջ փոխել։ Erasmus+-ը այս շրջափուլը սկսվել է Erasmus+ ծրագրի 2021 թվականից եւ շարունակվում է մինչեւ 2027 թվականը։ Այստեղ կարող եք տեսնել բյուջեն ինչպես է մասնավորապես բաշխված, դա նույնպես պատկերացում կփոխանցի ձեզ, թե ինչ տեսակի ծրագրեր են իրականացվում, որտեղ են առավել շատ բյուջետային ներգրավվածությունները եւ ինչպես տեսնում եք ամենամեծ բաժինը մաս է հասնում բարձրագույն կրթությանը, մասնագիտական կրթությանը, երիտասարդությանը եւ արդեն մնացած գործողությունները առավել փոքր տոկոսն են կազմում։ Այս շրջափուլի բյուջեն մոտ 26.2 միլիարդ եվրո է եւ այն գրեթե 2 անգամ առավել է, քան նախորդ ժամանակահատվածի ծրագրային շրջափուլը եւ քանի որ գուցե նաեւ հարց առաջանա ինչու մինչեւ 2027 արդյոք 2027-ից հետո ծրագիրը չի շարունակվելու, նշեմ, որ միանշանակ ծրագիրը շարունակվելու է եւ բոլոր շահառուներին նաեւ կարող եմ ուրախացնել ասելով, որ ծրագիրը ոչ միայն շարունակվում է, այլ նաեւ ավելի ընդլայնվում է, մեծանում է եւ 2027-ից հետո նաեւ աշխարհագրությունն է ընդլայնվում Erasmus+-ի, դա մեզ որպես Հայաստանում գործունեություն ծավալող ուրեմն գործընկերների նաեւ առավել մեծ հնարավորություններ է տալու ապագայում եւ մի փոքր ստրուկտուրայի մասին, եթե խոսենք, կառուցվածքի մասին խոսենք ծրագրի, որովհետեւ շատ հաճախ վստահաբար լսած կլինեք Key Action 1, Key Action 2 արտահայտությունները, ինչ ընդհանուր կառուցվածք ունի ծրագիրը առհասարակ։ Այն բաժանվում է 3 հիմնական գործողությունների եւ Jean Monnet գործողությունների։
Այսօր մենք մասնավորապես առավելապես կկենտրոնանանք Key Action 1 անհատների շարժունության ծրագրերին, որը վերաբերում է անհատների, անհատ, այսինքն անձանց շարժունության, կրթության գործողություններին։ Երկրորդը Key Action 2-ը դա առավելապես արդեն վերաբերում է համագործակցություններին ինստիտուցիոնալ մակարդակում, համագործակցություններ կազմակերպությունների միջև, հաստատությունների միջև, ինչպես բուհական համակարգում նաև հասարակական կազմակերպությունների համար, եւ երրորդը հիմնական գործողությունը քաղաքականության զարգացման եւ համագործակցության աջակցությունն է։ Այս գործողության մեջ դեռևս Հայաստանը ներգրավվածություն չունի, դրա համար հիմնական ներգրավվածությունը Key Action 1, Key Action 2 եւ Jean Monnet գործողություններն են։ Այստեղ նաև ծրագրի ուղեցույցի ակտիվ հղումը կկարողանաք տեսնել, բոլորին միանշանակ խորհուրդ եմ տալիս անցնել այս ուղեցույցով եւ փորձել կարդալ այն գործողությունները, որոնք որ ձեզ այսօրվա ընթացքում կզգաք, որ առավել հետաքրքիր է որպես հասարակական կազմակերպություն, որովհետեւ հիմնական պայմանները մասնակցության հիմնական նպատակները կոնկրետ ծրագրերի գրված են հենց ուղեցույցում եւ այն ամեն տարի թարմացվում է։ Դրա համար շատ կարևոր է ամեն տարի հետևելը։ Որ երկրներն են մասնակցում առհասարակ Erasmus+ ծրագրին, բնականաբար մասնակցում են բոլոր Եվրամիության անդամ երկրները որպես լիիրավ անդամ, ինչպես նաև մասնակցում են ծրագրին ասոցացված երրորդ երկրները։ Դրանք են Հյուսիսային Մակեդոնիան, Իսլանդիան, Նորվեգիան, Սերբիան, Լիխտենշտեյնը եւ Թուրքիան։ Եվ բացի այս տարածաշրջաններից, բացի այս երկրներից, նաև մասնակցում են ծրագրին չասոցացված երրորդ երկրները։ Այս ծրագրին չասոցացված երրորդ երկրների թվում է նաև Հայաստանը, մասնավորապես բաժանվում են տարածաշրջանները 4 տարածաշրջանի եւ Հայաստանը ներառված է տարածաշրջան 2-ում արևելյան հարևանությունում։ Ծրագրի առաջնահերթությունները այս շրջափուլում այն հիմնված են հիմնական 4 հորիզոնական առաջնահերթությունների վրա, որոնք բոլոր Erasmus+ գործողություններում հավասարապես կարևոր են եւ առաջնահերթ են։ Առաջինը ներառականություն եւ բազմազանություն, շրջակա միջավայր եւ կլիմայի փոփոխության դեմ պայքար, թվային փոխակերպում, մասնակցություն ժողովրդավարական կյանքին։ Այս առաջնահերթությունները նորից եմ ցանկանում նշել, որ ծրագրի բոլոր գործողությունների նկատմամբ կիրառելի են եւ դրանք նաեւ շատ կարեւոր են ծրագրերի որակյալ իրականացման, ինչպես նաեւ ձեր ծրագրերի գնահատման փուլում։ Հայաստանի համար Erasmus+ այս մեծ ծրագրի որ հնարավորություններն են բաց, որոնց կարող է Հայաստանը դիմել եւ հանդիսանալ գործընկեր։ Ոլորտները 4 ոլորտներում էլ Հայաստանը ունի որոշակի ներգրավվածություն, ամենամեծ մասնաբաժինը բարձրագույն կրթության ծրագրերն են, կարողությունների զարգացում բարձրագույն կրթության ոլորտում, միջազգային կրեդիտային շարժունության ծրագրեր, վիրտուալ փոխանակումներ, Erasmus Mundus մագիստրոսական ծրագրեր, Jean Monnet ծրագրեր։ Ինչու եմ սա ցանկանում նշել, քանի որ բացի նրանից, որ դուք աշխատում եք որպես հասարակական կազմակերպություն, հիմնական ձեր շահառուները երիտասարդներն են, ովքեր կարող են հանդիսանալ այս բարձրագույն կրթության ծրագրերի շահառու նույնպես։ Եթե դուք կարծում եք, որ օրինակ աշխատում եք այն երիտասարդների հետ, ում կհետաքրքրեն մագիստրոսական Mundus ծրագրերը կամ վիրտուալ փոխանակումները կամ այն ծրագրերը, որոնք չեն վերաբերում ոչ ֆորմալ կրթությանը, բայց հետաքրքիր են, դրանք խնդրում եմ հիշել, որ նույնպես Հայաստանը մասնակցում է այդ ծրագրերին եւ կարող եք մեզ դիմել այդ հարցերով աջակցություն ստանալու համար։ Երկրորդը, ինչպես նշեցի, մասնագիտական կրթության եւ ուսուցման ոլորտում կարողությունների զարգացման ծրագրերը նույնպես հասանելի են հայաստանյան շահառուներին։ Երիտասարդության ոլորտում այսօր շատ ծրագրեր կքննարկենք երիտասարդության ոլորտի մասին, բայց ես մասնավորապես կնշեմ երկուսը, որոնց համակարգումը Հայաստանում իրականացնում է Erasmus+ ազգային գրասենյակը։ Դրանք են Key Action 2-ից, այսինքն ինստիտուցիոնալ մակարդակում համագործակցային ծրագրերից, կարողությունների զարգացում երիտասարդության ոլորտում ծրագրերը եւ վիրտուալ փոխանակման ծրագրերը։ Իսկ mobility ծրագրերից առավել ուշ կխոսենք եւ սպորտի ոլորտում վերջին 2 տարին Հայաստանի համար նաեւ հասանելի է կարողությունների զարգացում սպորտի ոլորտում ծրագրերը։
Ցանկանում եմ նշել, որ բոլոր 4 ոլորտներում էլ հասարակական կազմակերպությունները մեծ ցանկության եւ ոլորտի հետ կապ ունենալու դեպքում կարող են մասնակցել։ Մենք նաև ունենք նախադեպներ, որ հասարակական կազմակերպությունները ներգրավված են օրինակ կարողությունների զարգացում բուհական ոլորտի համար նախատեսված ծրագրերում, մասնագիտական կրթության եւ ուսուցման ոլորտում ծրագրերի համար, ինչպես նաև օրինակ capacity building-in sport ծրագրում նույնպես մենք ունենք երիտասարդական ուղղվածության հասարակական կազմակերպությունը, որը ներգրավված է։ Ինչպես է իրականացվում առհասարակ Erasmus+-ի կառավարումը, այս առումով շատ հաճախ են հարցեր առաջանում մեր գործընկերների մոտ։ Հիմնականում ինչպես կարելի է գուշակել, ամենավերևի օղակում Եվրոպական հանձնաժողովն է, որը պատասխանատու է ծրագրի ընդհանուր պատասխանատվության համար, այն կառավարում է եւ որոշում է ծրագրի բյուջեն, սահմանում է առաջնահերթությունները, նպատակները, չափանիշները եւ այլն, իսկ Եվրոպական հանձնաժողովի արդեն ծրագիրը կիրարկող գործակալությունը կրթության մշակույթի եվրոպական գործադիր գործակալությունն է, այն պատասխանատու է ծրագրի մի շարք գործողությունների իրականացման համար, մասնավորապես այն ծրագրերի համար, որոնք իրականացվում են կենտրոնական համակարգով։ Եվ այս երկուսից զատ նաև ազգային գործակալություններն են գործում, սա հասարակական կազմակերպություններին կարծում եմ, որ առավելապես ծանոթ կառավարման օղակներից մեկն է National Agency-ները, որոնք հիմնականում իրականացնում են անուղղակի կառավարում ծրագրերի նկատմամբ, իրականացնում են Եվրահանձնաժողովի կողմից բյուջեի իրավասությունը փոխանցվում է ազգային գործակալություններին եւ արդեն իրենք կայացնում են որոշումներ ծրագրերի գնահատման, հաստատման եւ այլ process-ների վերաբերյալ, ինչպես նաև ազգային գործակալությունների մասին մի փոքր ուշ նույնպես կխոսենք, քանի որ այստեղ նաև շատ հաճախ լինում է շփոթում National Agency եւ ազգային գրասենյակ National Erasmus Office օղակների միջև, ցանկանում եմ ֆիքսել, որ ծրագրի բյուջեի վերաբերյալ ծրագրի հաստատման, գնահատման, որակի չափանիշի մոնիթորինգի վրա վերահսկողություն իրականացնում են բացառապես այս 3 օղակները։ Եվ քանի որ նշեցի, որ որոշ ծրագրեր իրականացվում են կենտրոնացված համակարգի միջոցով եւ որոշ ծրագրեր իրականացվում են վերաբերելի երիտասարդությանը եւ European Solidarity Corps ծրագրերին առանձին հարթակով, որոշ հասարակական կազմակերպություններ, որոնք իրենց կազմակերպությունը գրանցել են 2017 թվականից շուտ, կհիշեք, որ համակարգը միասնական էր եւ օգտագործվում էր peak number-ը։ Դրանից հետո ավելի բարելավվելով համակարգը առանձնացվեց OID number-ը եւ հիմա հիմնականում երիտասարդական ծրագրերի իրականացման համար ձեզ անհրաժեշտ է լինում OID number, այսինքն երկրորդ տարբերակը։ Այստեղ նաեւ կայքերի վիզուալ տարբերությունն ենք ցուցադրել, որպեսզի տեսնեք։ Ձեզ հիշեցնեմ, որ հիմնականում կարճատև շարժունության ծրագրերի համար OID number-ն է անհրաժեշտ լինելու, ինչպես նաև այն ավելի լայն տարածված է եւ հիմնականում բոլոր կազմակերպություններն ունենում են, չնայած նրան, որ գուցե օրինակ մասնակցում են ծրագրերի, որը իրականացվում է կենտրոնական համակարգով եւ կենտրոնացված համակարգով մասնավորապես երիտասարդության ոլորտում իրականացվող ծրագրերն են կարողությունների զարգացում երիտասարդության ոլորտում եւ virtual exchange նախագծերը։ Այս նախագծերին գործընկեր հանդիսանալու համար ձեզ անհրաժեշտ է բացի OID number-ից նաև ունենալ peak number, դրա համար եթե հետագայում ցանկանաք նաև մասնակցել այս նախագծերին, խնդրում եմ հիշել եւ մենք այստեղ նաև ձեզ թողել ենք գրանցման մի փոքր հուշումներ, ասեմ, որ երկու հարթակներում էլ գրանցման համար ձեզ նախապես պետք է ձեռք բերել EU login,
այստեղ ակտիվ հղումով թողել ենք այդ կայքը, թե որտեղից կարող եք գրանցվել, գրանցման հղումը եւ այս ակտիվ հղումով անցնելուց հետո կտեսնեք նկարում պատկերված կայքը, հենց միանգամից այդ էջը կտեսնեք եւ register my organization հատվածով անցնելուց կարողանաք ձեռք բերել peak number, որը հիշեցնում եմ, որ օգտագործում է կենտրոնացված համակարգով ծրագրերին դիմելու համար։ Այստեղ նաև ունեք քայլ առ քայլ ուղեցույց, որը ձեզ edge առ edge screenshot-ներով ցույց է տալիս, թե որ դաշտում ինչ տեղեկատվություն պետք է լրացնեք։ Իսկ ID-ի մասին մի փոքր ավելի ուշ առավել մանրամասն կխոսենք եւ հիմա քանի որ մենք խոսեցինք Erasmus+-ի կառավարման հիմնական օղակներից, նաև անդրադառնանք ինչ ֆունկցիա է իրականացնում Erasmus ազգային գրասենյակը Հայաստանում եւ առհասարակ ազգային գրասենյակները։ Գրասենյակը վերաբացվել է գիտական եւ նորարարական գործընկերության աջակցման կենտրոնի հիմնադրամի կառուցվածքում։ Հիմնադրամը երկար տարիներ Հայաստանում իրականացնում է գիտահետազոտական Հորիզոն Եվրոպա ծրագրի կոնտակտային կետերի ցանցի համակարգումը եւ քանի որ նպատակներով նույնպես համընկնում են այս պարագային որպես իրավական կարգավիճակ ազգային գրասենյակը ձևավորվել է հենց այս հիմնադրամի կառուցվածքում եւ գրասենյակը աջակցում է Եվրոպական հանձնաժողովին, գործադիր գործակալությանը եվրոպական ազգային մարմիններին Erasmus+ ծրագրերի իրականացումն ապահովելու նպատակով ինչպես նաև գրասենյակը համարվում է հիմնական առաջնային հանգույց Եվրոպական միության պատվիրակության հետ համագործակցությամբ Erasmus+ ծրագրերի վերաբերյալ այն հանդիսանում է կապող օղակը Եվրոպական հանձնաժողովի կողմից իրականացվող ծրագրերի Հայաստանում եւ հիմնական գործառույթները, որոնք իրականացնում է գրասենյակը, դա տեղեկատվության տրամադրումն է, խորհրդատվությունն է եւ աջակցությունն է շահառուներին, մասնակիցներին Erasmus+ ծրագրերի, աջակցությունն է բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետների թիմի գործունեությանը, աջակցություն ծրագրերի արդյունքների տարածմանը, ծրագրերի dissemination-ին, այսպես ասած, ինչպես նաև նպաստում է եւ աջակցում է քաղաքական երկխոսությանը եւ ինչպես նշեցի, հանդիսանում է կապող օղակ եւ կապ է պահպանում ազգային մարմինների եւ Եվրամիության պատվիրակության հետ։ Եվ ինչ ֆորմատներով ենք մենք իրականացնում այդ աջակցությունը առցանց ֆիզիկական տեղեկատվական հանդիպումների միջոցով մեզ կարող եք նաև հետևել ապագայում գործարկվող կայքի միջոցով շատ շուտով ցանկանում եմ նշել, որ արդեն մեր կայքը կլինի հասանելի եւ այնտեղ դուք կկարողանաք տեսնել տեղեկատվություն ինչպես երիտասարդական ծրագրերի, գործող ծրագրերի վերաբերյալ, այնպես էլ առհասարակ Erasmus+ ծրագրի վերաբերյալ, իսկ այս պահին ակտիվ կերպով գործում է մեր սոցիալական հարթակներից Facebook-յան հարթակը, ինչպես նաև մեյլի միջոցով նույնպես առցանց ֆիզիկական տեղեկատվական հանդիպումների միջոցով, անհատական խորհրդատվության միջոցով մենք բաց ենք միշտ համագործակցության համար եւ ինչով որ կկարողանանք միանշանակ կօգնենք, իսկ ավելի բոլորիս կարծում եմ հետաքրքիր շարժունության ծրագրերի համար խոսքը ցանկանում եմ փոխանցել Մարիամին, ով առավել մանրամասն կներկայացնի, թե ինչպես կարող եք մասնակցել նման ծրագրերի։ Շնորհակալություն շատ Զոյա ջան, շնորհակալություն նաև գործընկերներին նախաձեռնության համար։ Ես Մարիամն եմ, ինչպես արդեն ներկայացրեցին գործընկերներս, եւ ես համակարգում եմ Հայաստանում Erasmus+ երիտասարդություն եւ Եվրոպական համերաշխության կորպուս ծրագրերի տեղեկատվական կենտրոնը։ Ներողություն եմ խնդրում, մի փոքր ֆորս մաժորային իրավիճակ է մեր մոտ, ոնց որ հրդեհի պատճառով հոսանկազրկվել է մեր տարածքը, բայց հուսում որ շուտով հոսանկը հետ կվերադառնա ու չի խափանի մեր տեղեկատվական դասընթացը։ Ես հիմա մի փոքր կանդրադառնամ տեղեկատվական կենտրոնի գործունեությանը շատ հակերճ, որից հետո արդեն կանդրադառնանք ծրագրերին, որոնց
վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվություն կփորձեմ ձեզ հաղորդել։ Տեսնում եք էկրանը։ Այո, տեսնում եմ։ Այո, Ուրեմն տեղեկատվական կենտրոնը մի փոքր ներկայացնեմ, որպեսզի շատ հաճախ նաև լինում է այսպես մարդկանց մոտ խառնում են, հա, ազգային գրասենյակի գործունեությունը, տեղեկատվական կենտրոնի գործունեությունը։ Տեղեկատվական կենտրոնը ստեղծվել է 2017 թվականին Սալտո Արևելյան Եվրոպա եւ Կովկաս ռեսուրսային կենտրոնի կողմից Արևելյան գործընկերության երկրներում եւ Ռուսաստանում այն ժամանակ Այս պահին Ռուսաստանում գործունեությունը դադարեցված է տեղեկատվական կենտրոնի, բայց գործում է մնացած մյուս երկրներում։ Ինչ նպատակով է ստեղծվել տեղեկատվական կենտրոնը, նախ նշեմ, որ Սալտոյի մասին տեղեկատվություն, եթե չգիտեք, նաև տեղադրել եմ որոշակի տեղեկատվություն Սալտոյի մասին, որովհետև Սալտոն այն կարևոր կառույցներից մեկն է, որը մեր տարածաշրջանում մեծ ներգրավվածություն ունի ծրագրերի իրականացման, համակարգման եւ այս process-ները ընդհանուր համակարգման գործընթացում։ Նորից բոլորը ակտիվ հղումներով տեղադրված են, որպեսզի կարողանաք հետագայում նաև հղումներով անցնել եւ ամեն ինչ իմանալ ու տեսնել։ Սալտո Արևելյան Եվրոպա եւ Կովկաս ռեսուրսային կենտրոնը նախ եւ առաջ խթանում է ԵՄ անդամ երկրների եւ ծրագրին առնչվող երրորդ երկրների ու ծրագրին չառնչվող երրորդ երկրների միջև համագործակցությունը եւ քանի որ Հայաստանը օրինակ չի հանդիսանում ԵՄ անդամ երկիր եւ ծրագրային երկիր չի հանդիսանում, այսինքն մենք չունենք ազգային գործակալությունը, որը ֆինանսավորում կամ համակարգում է ծրագրերը մեր ռեգիոնում։ Այդ իսկ պատճառով Սալտոն ինչ-որ ձևով, ինչ-որ չափով ստանձնել է այդ պարտականությունը։ Իհարկե Սալտոն ֆինանսավորող կառույց չէ նման պարագայում, այսինքն ծրագրերը չենք կարող դիմել Սալտոին եւ ֆինանսավորում ստանալ, բայց Սալտոն ընդհանուր համակարգումն է իրականացնում, ինչպես նաև Սալտոն պատասխանատու է օրինակ Եվրոպական համերաշխության կորպուս ծրագրի շրջանակներում կազմակերպություններին տրվող որակի հավաստագրի համար։ Այդ մասին առանձին նորից կխոսենք այսօր, կանդրադառնանք դրան, որպեսզի դրա մասին էլ պատկերացում կազմեք։ Եվ Սալտոն, քանի որ նպատակն էր նաև այս երկրներում ավելի հասանելի դարձնել ծրագրերը երիտասարդներին եւ երիտասարդական կառույցներին, 2017 թվականին ստեղծեց տեղեկատվական կենտրոնները Եվ 2017 թվականից YIC-ին երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը ստանձնել է աշխատանքները տեղեկատվական կենտրոնի եւ մինչ օրս իրականացնում է դրանք։ Իհարկե սա ամեն տարի տենդերով դիմվող գործընթաց է եւ կազմակերպությունները դիմում են, բայց 2017 թվականից YIC-ն ոնց որ ստանձնել է եւ իրականացնում է գործընթացը։ Որն է նպատակը, հիմնականում տեղեկատվական կենտրոնի նպատակն է տրամադրել խորհրդատվություն եւ տեղեկատվություն երիտասարդներին եւ երիտասարդական կառույցներին եվրոպական երիտասարդական ծրագրերի, կամավորական ծրագրերի վերաբերյալ ինչպես նաև աջակցել շահագրգիռ կողմերին իրենց ծրագրերի որակյալ իրականացման գործընթացում, այսինքն որպես երիտասարդական կառույցներ նաև մեզ դիմում են շատ տարբեր հարցերով, սկսած որակի հավաստագրի ձեռքբերման, OID-ի ձեռքբերման կամ ընթացքում ծրագրերի իրականացման ընթացքում տարբեր հարցերով եւ տեղեկատվական կենտրոնը այդ գործառույթներն իրականացնում է։ Թիրախային խմբերը, ինչպես արդեն նշեցի, երիտասարդական կազմակերպություններն են, երիտասարդական աշխատողները, քաղաքականություն մշակողներն ու այլ շահագրգիռ կողմերը եւ իհարկե երիտասարդները։ Ու տեղեկատվական կենտրոնը իրականացնում է տարբեր տեսակի խորհրդատվություններ եւ դրանք լինում են առցանց, հեռախոսային, RRS, բաց դռների օրեր են կազմակերպվում, ինչպես նաեւ տարբեր կարողությունների զարգացման եւ այլ տեսակի վերապատրաստումներ ու տեղեկատվական հանդիպումներ են տեղի ունենում, որոնց շրջանակներում նաեւ փորձում ենք կազմակերպությունների կարողությունների զարգացում իրականացնել, ինչը նաեւ օրինակ այս տեսակ դասընթացներն են, որոնք նաեւ կազմակերպվում են RRS։ Մի փոքր տեղեկատվություն, թե 2025 թվականի ընթացքում տեղեկատվական կենտրոնը ինչ գործառույթներ է իրականացրել ու ինչ թվերի մասին է խոսքը, այսինքն ինչքան խորհրդատվություն, ինչքան եւ հիմնականում իրականացվել են եւ RRS եւ առցանց հարթակում։
Այսքանը երևի տեղեկատվական կենտրոնի մասին, հետո նաև վերջում նաև կթողնեմ կոնտակտային տվյալներ, որպեսզի հարցերի դեպքում կարողանաք մեզ հետ կապ հաստատել։ Հիմա մի փոքր խոսենք Erasmus+-ի մասին։ Զոյան արդեն ներկայացրեց հիմնականում Erasmus+-ի ընդհանուր ծրագիրը, թե ինչ ծրագիր է եւ ինչ ոլորտներում է այն գործում։ Ես այսօր հիմնականում կկենտրոնանամ Erasmus+ երիտասարդություն բաժնի վրա, բայց էլի ավելի շատ ձեզ ուղղորդելով, թե ինչպես որպես կազմակերպություններ կարող եք ներգրավել ծրագրի մեջ։ Ընդհանուր տեղեկատվություն կտամ, թե Erasmus+ երիտասարդություն ծրագրի շրջանակներում որ գործողություններն են մտնում եւ ինչպես որպես կազմակերպություններ կարելի է դրա մաս կազմել։ Սրան չեմ անդրադառնա, որովհետև Զոյան արդեն ընդհանուր ներկայացրեց սկզբունքների մասին, ընդհանուր ինչ տեսակի ծրագիր է, որ գործողություններն են փակվում ծրագրով, այլ ավելի շատ կկենտրոնանամ տեսակների վրա, երիտասարդություն բաժնի ծրագրերի, այսինքն Key Action 1-երի մասին է այս մասին պահին խոսքը, դրա մեջ մտնում են երիտասարդական աշխատողների շարժունության ծրագրերը, որոնց մեջ մտնում են դասընթացները, սեմինարները, ուսումնական այցերը, աշխատանքային այցերը, ինչպես նաև գործընկերության հաստատման հանդիպումները։ Այսինքն սրանք կարճաժամկետ այն վերապատրաստումները, սեմինարներն են, որոնք որպես կազմակերպություններ կարող են որպես գործընկեր միանալ եւ իրենց մասնակիցներին ուղարկել տարբեր վերապատրաստումների։ Սա Mobility of Youth Workers բաժինն է Key Action 1-ի շրջանակներում։ Նպատակը որն է, հիմնականում երիտասարդական աշխատողների մասնագիտական զարգացումն է նպաստում նման ծրագիրը եւ ապահովում է որակյալ երիտասարդական աշխատանքի զարգացումը տեղական, տարածաշրջանային, ազգային, եվրոպական եւ միջազգային մակարդակներում, իհարկե այստեղ շեշտադրելով անպայման ոչ ֆորմալ եւ ինֆորմալ կրթությունը, որովհետեւ երիտասարդության բաժնի կոմպոնենտի, այսպես ասած, հիմնակարը նաև դա ոչ ֆորմալ կրթությունն է։ Մի փոքր անդրադարձ ինչ տեսակի ծրագրեր կան եւ ովքեր կարող են մասնակցել այս ծրագրերին։ Ծրագրերը երիտասարդական աշխատանքում ներգրավված անհատների եւ երիտասարդական աշխատողների համար են, այսինքն սրանք ավելի շատ մասնագիտական վերապատրաստումներին են ուղղված։ Իհարկե կարող են որպես անհատներ մարդիկ դիմել, գնալ վերապատրաստումների ոչ ֆորմալ կրթության ոլորտում։ Ծրագրերը հիմնականում գինում են 2 օրից մինչև 2 ամիս տևողությամբ եւ ծրագրի շրջանակներում իհարկե փակվում են բոլոր ծախսերը, կեցություն, սնունդ, ճանապարհածախս եւ վիզայի հետ կապված ծախսերը։ Ճանապարհածախսի հետ կապված նշեմ, որ կա հատուկ սահմանաչափ յուրաքանչյուր երկրի համար եւ այդ սահմանաչափի շրջանակներում մասնակիցների ճանապարհածախսը փոխհատուցվում է։ Այստեղ կարող եմ առանձնացնել նաև, որ Key Action 1-երի դեպքում Mobility of Youth Workers կոմպոնենտի շրջանակներում հիմնականում հնարավոր են նաև մասնակցության վճարներ, այսինքն ծրագիրը չի արգելում մասնակցության վճար ունենալը, սակայն շատ կարևոր է այստեղ հիշել, որ մասնակցության ծրագիրը պետք է լինի ներառական եւ հասանելի բոլորի համար եւ մասնակցության վճարները պետք է այնպիսի սահմանաչափով լինեն, որ չխոչընդոտեն մասնակիցների մասնակցությունը ծրագրին։ Եվ ցավոք վերջերս նաեւ Հայաստանում շատ հանդիպել ենք այնպիսի դեպքերի, երբ որ մասնակցության վճարները կամ հիմնավորված չեն եղել կամ չափից շատ ավելին են եղել եւ այս տեսակ հարցերը եւս տեղեկատվական կենտրոնը նաեւ հետամուտ է լինում, քանի որ ինչպես նշեցի նպատակների մեջ է կազմակերպությունների կողմից որակյալ ծրագրերի իրականացումը, սա եւս օրհասական ու շատ կարեւոր հարց է մեզ համար, որ մեր ոլորտում եւ մեր տարածաշրջանում նմանատիպ խախտումներ տեղի չունենան, դրա համար, որովհետեւ այդ ամեն ինչը իրականում հետագայում ազդում է ծրագրի իրականացմանը գործընկեր երկրների համար, քանի որ մենք առանց այն էլ ունենք շատ սահմանափակ հնարավորություններ, այսպես ասած, դրա համար նաև շատ կարևոր է, որ մեր տարածաշրջանում իրականանան ծրագրերը որակյալ մակարդակով։ Եվ ինչպես կարող են դիմել ծրագրին մասնակիցները, այստեղ շատ կարևոր է ուղարկող եւ հյուրընկալող կազմակերպությունների առկայությունը, այսինքն հենց այստեղ է, որ մենք որպես կազմակերպություններ կարող ենք ներգրավված լինել որպես հյուրընկալող կամ ուղարկող կազմակերպություն եւ
Հայաստանի պարագայում իրականում ծրագրերն իրականացվում են գործընկերային սկզբունքով, որովհետև Հայաստանը չի կարող լինել դիմորդ երկիր եւ ծրագրերն իրականացնել, այդ իսկ պատճառով ծրագրերն իրականացվում են հիմնականում մեր եվրոպական երկրներում գրանցված կամ ծրագրային երկիր համարվող երկրներում գրանցված կազմակերպությունների հետ գործընկերությամբ Եվ նույնիսկ այն դեպքում, երբ որ ծրագրերը Հայաստանում են հյուրընկալվում, ամեն դեպքում դա իրականացվում է գործընկերությամբ եւ լիդը, այսպես ասած, դիմորդ կազմակերպությունը հանդիսանում է ծրագրային երկրի ներկայացուցիչը։ Այստեղ նորից դրել եմ Սալտոյի հարթակը, որը հնարավորություն է տալիս նաև այստեղ այդ հարթակի միջոցով գտնել տարբեր ծրագրեր։ Սալտոյի հարթակում կա MySalto հարթակը, որտեղ մասնակիցները յուրաքանչյուր անհատ կարող է գրանցվել իր պրոֆիլը ստեղծել, իր հաշիվը բացել MySalto Edge-ում եւ արդեն ավտոմատ կերպով բոլոր տեսակի հայտարարությունները, ծրագրային հայտարարությունները հասանելի են դառնում մասնակիցների համար եւ այստեղ ուղղակի մնում է հասկանալ արդյոք ծրագիրը մեր ռեգիոնի համար իրականանալի է թե ոչ, այսինքն հասանելի է մեր տարածաշրջանը ներգրաված է թե ոչ։ Այնտեղ սովորաբար նշվում է partner countries կամ Eastern Partnership countries, որի մեջ մտնում է Հայաստանը եւ եթե արդեն մասնակիցը տեսնում է, որ ծրագիրը հասանելի է մեր ռեգիոնի համար, կարող է դիմել։ Եթե հարցեր կան ընթացքում, կարող եք հարցնել երիտասարդական աշխատողների շարժման ծրագրի մասով, այսքանն եմ նախատեսել, չեմ ուզում շատ ավելի մանրամասները խոսել, որովհետև ուզում եմ ուշադրությունը ավելի շատ կենտրոնացնենք, թե որպես կազմակերպություններ ինչպես կարող եք ներգրավել այդ ծրագրերում։ Եվ երկրորդ կոմպոնենտը, որը մտնում է նորից Key Action 1-երի մեջ, դա երիտասարդական փոխանակման ծրագրերն են, որոնց նպատակն է հիմնականում երիտասարդների բազմակողմանի զարգացումը, միջմշակութային ուսուցումը եւ երկխոսությունը, միջազգային խմբերում աշխատելու փորձ է տալիս երիտասարդներին, եվրոպական արժեքների խթանումը եւ կարծրատիպերի կոտրումը եւ իհարկե խթանում է ակտիվ մասնակցությունը։ Երիտասարդական փոխանակման ծրագրերը շատ տարբեր են լինում, նորից թեմաները շատ տարբեր են լինում եւ մասնակիցները կարող են լինել 13-ից 30 տարեկան երիտասարդները, այսինքն մասնակցի համար կա տարիքային սահմանափակում։ Նախորդ տեսակի ծրագրերի համար տարիքային սահմանափակում չկա, 18 պլյուս տարիքի մարդկանց համար է նախատեսված, իսկ երիտասարդական փոխանակման ծրագրերը ավելի ցածր տարիքի եւ տարիքային շեմ գոյություն ունի, սակայն սա չի վերաբերվում թիմի ղեկավարներին, այսինքն թիմի առաջնորդներին, որովհետեւ երիտասարդական փոխանակման ծրագրերն իրականացվում են խմբերով, խումբ է ձևավորվում, որին առաջնորդում է թիմ լիդերը եւ ծրագիրը արդեն տեղի ունենում խմբային ֆորմատով։ Թիմի ղեկավարը պետք է լինի 18 տարին լրացած եւ բարձր, առանց տարիքային սահմանափակման, բայց մասնակիցների տարիքը արդեն ունի սահմանափակում։ Ծրագրի տևողությունը սովորաբար լինում է 5-ից 21 օր, ելի կախված թեմայից, կախված ինչ թեմա է կիրառվում ծրագրի շրջանակներում։ Ծախսերը նորից նույն ձևով, ինչ որ նախորդ ծրագրի շրջանակներում փակվում է ծրագրով, ելի գոյություն ունի սահմանաչափ, երիտասարդական փոխանակման ծրագրերի դեպքում սովորաբար մասնակցության վճարներ չեն լինում, որովհետև ինքը ավելի ցածր տարիքի մասնակիցների համար է նախատեսված, եւ թեմաները ելի, ինչպես նշեցի, շատ տարբեր են լինում։ Առանձնահատկությունը երիտասարդական փոխանակման ծրագրերի այն է, որ այստեղ հիմնականում ծրագիրը մշակվում է հենց մասնակիցների կարիքներից ելնելով եւ հենց մասնակիցների մասնակցությամբ, այսինքն նաեւ օրակարգը տեղում ինչ որ տեղի ունենում երիտասարդական փոխանակման ծրագրի շրջանակներում, դա իրականացվում է հենց մասնակիցների կողմից։ Չկան առանձին դասընթացավարներ, սեմինարավարներ, կան իհարկե ֆասիլիտատորներ, որ գործընթացը համակարգում են կամ ծրագրի համակարգողը, բայց հիմնականում այդ օրվա օրակարգը իրականացվում է յուրաքանչյուր պատվիրակության կողմից, թիմի
Այստեղ երևի նաև նշեմ լեզվական գիտելիքների իմացությունը, որ երիտասարդական փոխանակման ծրագրերի ժամանակ պարտադիր չի, որ մասնակիցները տիրապետեն օտար լեզվին, այսինքն իրենք կարող են անգլերենի 0 մակարդակ ունենալ, բայց իրենք կարող են մասնակցել, որովհետև այստեղ նորից ավելի շատ շեշտադրվում է, խրախուսվում է ներառականությունը եւ երիտասարդների մասնակցությունը եւ թիմի ղեկավարների առաջնորդների արկայությունն էլ նաեւ օգնում է նրան, որ մասնակիցը եթե չի տիրապետում լեզվին, ամեն դեպքում թիմի առաջնորդը կարողանում է օգնել եւ ապահովել այդ կոմունիկացիան։ Նախորդ ծրագրերի շրջանակներում, որը ավելի շատ ուղղված էր մասնագիտական զարգացմանը, նախընտրելի է անգլերենի իմացությունը, որովհետև այդտեղ ավելի շատ երիտասարդական աշխատողների վերապատրաստումներ են իրականացվում, դրա համար անգլերենի իմացությունը նախորդ տեսակի ծրագրերի ժամանակ ավելի նախընտրելի է։ Նույն ձևով երիտասարդական փոխանակման ծրագրերը էլի կարող եք որոնել գտնել Salto-ի կայքում, իդեպ այստեղ երևի հավելեմ, որ Salto Արևելյան Եվրոպա եւ Կովկաս ռեսուրսային կենտրոնը Քանի որ ինքը ռեսուրսային կենտրոն է հանդիսանում, այնտեղ շատ տարբեր տեսակի ռեսուրսներ կարող եք գտնել, սկսած ծրագրային հնարավորություններից, վերջացրած գործընկերներ փնտրելով, ինչպես նաև տարբեր գործիքներ երիտասարդական աշխատանքում ոչ ֆորմալ կրթության ոլորտում կիրառվող։ Այսինքն ինքը հսկայական ռեսուրս է, ռեսուրսային կենտրոն է, որտեղ ձեր աշխատանքը կազմակերպելու համար շատ տարբեր հնարավորություններից կարող եք օգտվել հենց Salto-ի պլատֆորմից։ Հիմա անդրադառնամ մի փոքր, թե ինչպես կարող են կազմակերպությունները ներգրավել Erasmus-ի ծրագրերում։ Շատ լավ է, երբ որ դուք որպես մասնակից մասնակցում եք, վերապատրաստվում եք, կարողությունների զարգացում է տեղի ունենում կազմակերպությունում, բայց նաև կազմակերպությունները հետաքրքրված են, թե ինչպես կարող են իրենք մաս կազմել սրան եւ ինչպես իրենք արդեն իսկ իրենց շահառուներին կարող են հնարավորություն տալ մասնակցել նմանատիպ ծրագրերի։ Զոյան եւս մի պահ շեշտեց կազմակերպությունների համար հաշիվ ունենալու ստեղծելու պահը, որը PIC peak number համար ունենալու համար պարտադիր է։ Նույնը պարտադիր է նաև որպես գործընկեր Action Maker-ին միանալու համար կազմակերպությունը պետք է ունենա նաև OID, որից առաջինը իհարկե EU-ի login սիստեմում կազմակերպության համար հաշիվ ստեղծելն է, որի մասին արդեն նշեցինք, ու այստեղ նորից ակտիվ հղումներով տեղադրված են, թե ինչպես կարող եք գնալ կազմակերպության համար հաշիվ ստեղծել։ Հաջորդ քայլը, որ պետք է անեք, դա Organization Registration System-ում պետք է գրանցեք ձեր կազմակերպությունը, եւ սա արվում է OID ձեռք բերելու նպատակով։ OID-ն դա երկար թվերից ու 1 տարից բաղկացած համար է, որը երբ որ կազմակերպությունը ձեռք է բերում, արդեն այս տեսակ ծրագրերին գործընկեր հանդիսանալով, դիմորդ կազմակերպություն, երբ որ ձեր OID-ն դնում է արդեն ծրագրի հայտի մեջ, ավտոմատ կերպով ձեր կազմակերպության տվյալները հայտնվում են եւ դուք հանդիսանում եք տվյալ ծրագրի գործընկեր։ Այստեղ երևի նաև մի կարևոր հանգամանք նշեմ, որ վերջին տարիներին սահմանափակում է մտցվել, թե քանի ծրագրի յուրաքանչյուր կազմակերպություն կարող է որպես գործընկեր մասնակցել, եւ դա վերաբերում է եւ հյուրընկալվող եւ ուղարկվող ծրագրերին։ Նախկինում նման սահմանափակում չկար եւ յուրաքանչյուր կազմակերպություն կարող էր շանթիվ անհամար գործընկերության ծրագրերի մասնակցել, բայց հիմա 5 ծրագրից ավել չի կարող յուրաքանչյուր կազմակերպություն միանալ որպես գործընկեր եւ այդ 5 թիվը վերաբերում է եւ երիտասարդական աշխատողների շարժունակության ծրագրերին, եւ երիտասարդական փոխանակման ծրագրերին, եւ participation project-ներին, երիտասարդների մասնակցության ծրագրեր, նաեւ այդպիսի կոմպոնենտ կա, այսինքն յուրաքանչյուր այդ գործողության համար 5 ծրագրի կարող եք միանալ, բայց այստեղ ինչն է ավելի շատ խոչընդոտը,
որ եթե նախկինում դուք կարող էիք, ասենք, տասնյակ ծրագրերի միանալ որպես գործընկեր եւ այդ տասնյակ ծրագրերից միգուցե 5-ը կհաստատվեր կամ 3-ը կհաստատվեր եւ դուք կունենայիք որևէ հաստատված ծրագիր։ Հիմա նախքան ծրագրերը հաստատվելը, արդեն իսկ ձեր OID-ն կարող է օգտագործվել միայն 5 ծրագրի շրջանակներում ամեն գործողության տակ։ Եվ դրանից ավել չեք կարող ձեր OID-ն տալ այլ ծրագրի միանալու համար, ու այստեղ խնդիրը նրանում է կայանում, որ եթե օրինակ այդ 5 ծրագրից ոչ մեկը չի հաստատվում, ստացվում է, որ դուք այդ տարվա համար հաստատված ծրագիր չեք ունենում։ Մի կողմից դա արվել է իբր ավելի որակյալ ծրագրեր ունենալու համար, բայց մյուս կողմից հաշվի առնելով մեր այսպես ասած տեղադիրքը այս ծրագրում շատ բարդացնում է իրավիճակը մեզ համար, որովհետև հիմնականում լինում են դեպքեր, երբ որ դիմորդ կազմակերպությունները արդեն քանի որ իրենք էլ ունեն այդ ժամանաչափը, աշխատում են այդ շատ ավել ծրագրեր չներառել ու իրանք հիմնականում իրենց հիմնական ծրագրերն են անում ու ստացվում է, որ ամեն անգամ ինչ որ ծրագրի միանալու համար շատ պետք է պայքարել, որպեսզի կարողանաս որևէ գործընկերային ծրագրի մեջ մտնել։ Այս առումով մի փոքր բարդ է, բայց հնարավոր է դեռևս իրականացնել եւ մաս կազմել այս ծրագրերի։ Եթե թույլ տաք, այս առումով մի բան հավելեմ, որովհետև վերջերս նաև եվրոպական կազմակերպությունների համար ակրեդիտացման համակարգն ավելացվեց։ Եթե դուք այս պահին ունեք գործընկերներ ակրեդիտացված եւ իրենց ակրեդիտացիայի շրջանակում են ձեզ հրավիրում համագործակցության, ապա դա այդ 5 ծրագրի դիմելու սահմանաչափի մեջ ներառված չէ, այսինքն կարող եք դիմել ակրեդիտացված ծրագրերի եւ պլյուս ձեր 5 սահմանաչափը պահպանել եւ ավել ծրագրերի մասնակցել։ Ճիշտ է, շնորհակալություն Զոհյա ջան, ու նաև հավելեմ, որ այդ ակրեդիտացիան վերաբերում է միայն ծրագրային երկրներին, այսինքն applicant-ները կարող են ակրեդիտացիա ունենալ ու մեր երկրների կազմակերպությունները չեն կարող։ Եվ հաջորդ քայլը արդեն OID-ին ձեռք բերելուց հետո, այսինքն դուք այդ պահին, որ հարտակում գրանցվում եք, ինքը անմիջապես հարտակը ձեզ OID տրամադրում է, բայց դա դեռ չի նշանակում, որ ձեր կազմակերպությունը վավերացված է եւ իրավասու է լիարժեքորեն գործընկեր հանդիսանալ ծրագրերում։ Որպեսզի գործընթացը ավարտին հասցնել եւ վավերականացում ստանալ, պետք է այդ հարթակում, որտեղ որ գրանցվում եք, հատուկ ինքը տեղ ունի, բաժին ունի, որտեղ պետք է այս legal entity form-ը եւ bank account form-ը, որը նախկինում երկու առանձին փաստաթղթեր էին, հիմա իրանք միացվել են, մեկ փաստաթուղթ են ստեղծվել։ Ես այստեղ էլի ակտիվ հղումով տեղադրել եմ, կարող եմ հետո նաև ցույց տալ, չնայած դուք կստանաք սահիկաշարերը եւ շարերը եւ այդտեղ կտեսնեք ակտիվ հղումներով փաստաթուղթը անգլերեն լեզվով ու այստեղ կարևոր հանգամանք, եթե դուք ՀԿ եք, այսինքն NGO եք, դուք ընտրում եք քանի որ փաստաթղթերը տարբեր տեսակի են լինում, դուք ընտրում եք private company տեսակը, իսկ եթե օրինակ այլ կազմակերպություն է, օրինակ նախարարություն է կամ ինչ որ դպրոց է, ուսումնական հաստատություն է, արդեն public entity-ն են ընտրում եւ փաստաթուղթը լրացվում է, այնտեղ վերջում կան նաև բանկային տվյալներ, ինչպես նշեցի, նախկինում այս երկու փաստաթղթերը առանձին էին եւ պահանջվում էր առանձին նաև ձեր բանկային տվյալների առկայության մասին ոնց որ տեղեկանք ներկայացնել բանկի կողմից ստորագրված։ Հիմա այս մի փաստաթղթի մեջ է, որտեղ մի կողմում ստորագրվում է ձեր legal representative-ի կողմից եւ մյուս կողմում բանկի կողմից ստորագրություն է պահանջում, որպեսզի հաստատվի, որ կազմակերպությունը բանկում ունի գործող հաշիվ։ Այդ փաստաթղթերն եք վերբեռնում կայքում եւ նաեւ պետրեգիստրի վկայականը, որը պետք է լինի վավերացված անգլերեն թարգմանությամբ եւ պետք է լինի վերջին 3
ամիսների վավերականության կամ ավելի ճիշտ 6 ամսվա վաղեմության, որովհետև ինչու է դա արվում, միգուցե կազմակերպությունը գրանցված է, բայց ակտիվ չի գործում կամ դադարեցվել է գործունեությունը եւ դրա համար վերջին 6 ամսվա, նույնիսկ այս վերջերս արդեն 3 ամսվա վաղեմության փաստաթուղթ են պահանջում, պետք է վստահ լինեք, որ այդ ձեր թարմ փաստաթուղթն եք վերցնում եւ անգլերեն վավերացված թարգմանությամբ։ Փաստաթղթերը պետք է վերբեռնել էլեկտրոնային ստորագրությամբ կամ ձեռագիր ստորագրված փաստաթղթի սկան տարբերակն եք վերբեռնում։ Այդ գործընթացը ավարտելուց հետո, տեսեք, մեր տարածաշրջանի երկրների համար էլի այդ գործընթացը համակարգում է Սալտո Արևելյան Եվրոպա եւ Կովկաս ռեսուրսային կենտրոնը եւ այդ վավերականությունը անում է հենց Սալտոն, այլ երկրների համար, օրինակ ծրագրային կամ եվրոպական երկրների համար վավերականությունը անում է National Agency-ն EMA-ի կողմից։ Մեր պարագայում Սալտոն է եւ եթե ավարտում եք այդ գործընթացը, արդեն կարող եք կապ հաստատել Սալտոյի հետ եւ տեղեկացնել, որ դուք վերբեռնել եք բոլոր փաստաթղթերը, գործընթացն ավարտված է եւ սպասում եք վավերականությանը։ Մեզ հետ շատ են կապ հաստատում կազմակերպությունները այս հարցով, որ արել են գործընթացը, դեռևս սպասում են վավերականությանը, ոնց պետք է անեն, խնդրում են կարեք, նորից հավելեմ, որ դա մեր գործառույթը չէ, Սալտոն է դրա համար պատասխանատու եւ կարող եք կապ հաստատել Սալտոյի հետ, եթե դեռևս վավերացված չէ։ Ու ինչպես եք դա ստուգում, մուտք գործելով այդ համակարգ, ձեր կազմակերպության անվան դիմաց նշված է NA verified, եթե ինքը գազարագույն է, ուրեմն դեռևս verified արված չի, եթե ինքը արդեն կանաչ է դառնում գույնը, ուրեմն verified է ու կազմակերպությունը լիարժեքորեն կարող է մաս դառնալ այս ծրագրերի։ Սովորաբար, եթե կազմակերպությունը դեռևս վավերացված չէ, ծրագիրը հաստատման ժամանակ դա խնդիր է լինում, կամ կարող է նույնիսկ որոշ NA-ներ մերժեն ծրագիրը, որովհետև գործընկերները դեռևս վավերականություն չեն ստացել։ Այսինքն, եթե փորձում եք մաս կազմել այս ծրագրերի ու այս գործընթացը դեռևս ձեր մոտ ավարտված չէ, կարող եք դա անել, որից հետո նոր միանալ գործընկերությանը, որպեսզի ապահովագրեք նաև ձեզ եւ ծրագրի հետագա անխոչնդոտ հաստատումը։ Իհարկե, այստեղ նորից Զոյան էլ նշեց ծրագրի ուղեցույցը, ես եւս թարմ վերջին 2026 թվականի ուղեցույցը տեղադրել եմ հղումով, շատ կարևոր է կազմակերպությունների համար ուղեցույցը ուսումնասիրել, բոլոր պայմաններին ու կանոններին ծանոթանալու համար գործընթացները սկսելուց առաջ։ Այստեղ հարցեր ունեք կապված OID-ի հետ, կապված գործընթացների, փաստաթղթերի հետ։ Այստեղ երևի ավելացնեմ նաև PIF-ի մասին, Partnership Identification Form-ն է, որը հիմնականում փաստաթուղթ է, ինքը իրականում ինչ-որ հատուկ ձև չունի, յուրաքանչյուր կազմակերպություն կարող է իր PIF-ը ստեղծել, ինչ է իրենից ներկայացնում, ծրագրին միանալուց առաջ գործընկերները դիմորդ կազմակերպությունը հավաքում է գործընկերների PIF-երը, որտեղ տեղեկատվությունն է ձեր կազմակերպության վերաբերյալ։ Առաջին ոնց որ էջում տիտղոսաթերթում, այսպես ասած, նշված է կազմակերպության իրավական անվանումը, կոնտակտային տվյալները, legal representative-ը, կոնտակտային անձը ծրագրի համարով է լինելու, ձեր OID-ն, PIC-ն է նշված, եթե կամավորական ծրագրերին եք միանում, ապա նաև ձեր որակի հավաստագրի համարը եւ այլն, եւ կազմակերպության տեսակը, գործունեության ոլորտը, նաև տեղադրված է հետագայում տալիս եք տեղեկատվություն, կազմակերպությունը ինչով է զբաղվում, որն է կազմակերպության առաքելությունը, տեսլականը, նպատակները, գործողության տեսակները, ինչ ծրագրեր եք իրականացնում, այնտեղ նշում եք նաև
կազմակերպության ռեսուրսները, մարդկային ռեսուրսները, ինչ կան աշխատակազմ ունեք, ինչ ծրագրեր եք իրականացնում եւ իհարկե թե տվյալ ծրագրի շրջանակներում ինչ փորձառություն ունեք կամ ինչ contribution, ինչ կարող եք ունենալ այդ ծրագրի շրջանակներում։ Այսինքն հիմնականում ինքը ընդհանրական ֆորմա է, որը ձեր կազմակերպության մասին տեղեկատվությունն է, բայց յուրաքանչյուր ծրագրից սպეციფიკայից ելնելով նաև կարող եք ձեր PIF-ը ադապտացնել կոնկրետ ծրագրային ինչ-որ գործողությունների կամ փորձառության հետ կապված։ Բայց ինքը ընդհանրական ֆորմա է, որը տրամադրվում է ձեր գործընկերներին, ձեր մասին, ձեր կազմակերպության մասին տեղեկատվություն, համապարփակ տեղեկատվություն ունենալու համար։ Ինչպես նշեցի, ծրագրային առաջարկի մեջ, որ նշում են ձեր OID-ն, անմիջապես ձեր կազմակերպության մասին տեղեկատվությունը գալիս է, այսինքն այն պաշտոնական հատվածները, որը լրացնում եք դուք այդ հարթակում կազմակերպությունը գրանցելիս, բայց արդեն մնացած մասերը կազմակերպության գործունեության վերաբերյալ, փորձառության վերաբերյալ, ծրագրային ուղղությունների վերաբերյալ, այդ մասը դուք եք PIF-ի միջոցով հատկացնելու գործընկերոջը, որպեսզի կարողանա հայտը ամբողջականացնել։ Եվ ծրագրին դիմելուց հետո էլ արդեն ուղարկվում են նախկինում կոչվում էր մանդատ, հիմա կոչվում է accession form-երը, որը ծրագրին միանալու, այսպես ասած, համաձայնությունն է յուրաքանչյուր կազմակերպության, որը ստորագրվում է նորից ձեր legal representative-ի կողմից եւ ծրագիրը դիմելուց այդ մանդատները կցվում է նաեւ ծրագրային փաթեթի հետ։ Սա ընդհանուր թե ինչպես սկսել process-ը, իհարկե նաև գործընկերների գտնելու հետ կապված հաջորդ սլայդում նաև ցույց կտամ, թե որտեղից կարող եք գործընկերներ գտնել, օրինակ, եթե ներկա պահին չունեք գործընկերներ։ Հարցեր կան այս հատվածում։ Շատ լավ, կարող է եւ հարցերը հետագայում առաջանան, երբ որ սկսեք գործընթացը կամ ավելի մանրամասն հասկանաք, փորձեք ուսումնասիրել, երբ որ նաեւ մենք ձեզ տեղեկատվությունը տրամադրենք այս սահիկաշարերը ձեզ տրամադրենք, միգուցե հողումներով անցնելուց հետո ավելի հարցեր առաջանան ձեր մոտ, այնպես որ կարող եք հանգիստ մեզ հետ կապի դուրս գալ, կապ հաստատել եւ մենք կփորձենք ձեր հարցերին պատասխանել։ Փորձեմ նաև մի փոքր ներկայացնել Եվրոպական համերաշխության կորպուսը, որպեսզի սա էլ պատկերացնեք որպես կազմակերպություն, թե ինչպես կարող եք սրա մաս կազմել։ Նախկինում Եվրոպական համերաշխության կորպուսը համարվում էր Erasmus+-ի այդ գործողություններից, բաղադրիչներից մեկը, ինչպես Key Action 1-2-ը, այնպես էլ կամավորական ծրագրերն էին, բայց 2018 թվականից փոփոխություն է տեղի ունեցել եւ նախկինում ինքը կոչվում էր Եվրոպական կամավորական ծառայություն EBS, եթե այդպես լսել եք, 2018 թվականից երկու ծրագրերը բաժանվել են, առանձնացվել են եւ Եվրոպական համերաշխության կորպուսն է ստեղծվել, որը առանձին Erasmus-ի նման մեծ ծրագիր է, ունի նորից բազմաբաղադրիչ ծրագրեր, որոնք իրականացվում են այս ծրագրի շրջանակներում։ Նորից ժամկետները նույնն են, մինչև 2027 թվականն է գործում, բայց իհարկե դրանից հետո կշարունակվի, պարզապես հիմա մի փոքր խոսակցություններ կան, որ հնարավոր է նորից Եվրոպական համերաշխության կորպուսը վերադառնա Erasmus+-ի բլոկի մեջ, բայց դա դեռ, չգիտեմ, խոսակցությունների մակարդակում է, թե ինչքանով կլինի, դեռևս հայտնի չի։ Նպատակը հենց համերաշխության, ժողովրդավարության եւ ակտիվ քաղաքացիության խթանմանը նպաստելն է եւ դա արվում է երիտասարդներին ներառելով մարտահրավերական կամավորական աշխատանքների մեջ ու այստեղ նաեւ շատ շեշտադրումը դրվում է հենց ներառականության սահմանափակ հնարավորություններով երիտասարդներին այս հնարավորությունը ընձեռնելու վրա։
Սկզբունքները էլի նույնն են, ինչ որ Erasmus Plus-ի շրջանակներում, էլի սոցիալական ներառում, բազմազանություն, շրջակա միջավայրի պաշտպանություն, թվային փոխակերպում, մասնակցություն ժողովրդավարական կյանքին եւ ընդհանուր արժեքներ քաղաքացիական մասնակցություն, այստեղ ավելացել են նաեւ նորարարությունը, առողջություն եւ բարեկեցություն, մշակութային պատրաստվածություն եւ միջսերնդային արդարություն եւ համերաշխություն։ Սա էս վերջին փոփոխություններն են, որոնք սկզբունքները Erasmus-ի եւ Solidarity Corps-ի շրջանակներում ավելացել են։ Ու ինչ է հնարավորություն տալիս Եվրոպական համերաշխության կորպուսը սոցիալական աշխատանք եւ կամավորական աշխատանք իրականացնել ԵՄ անդամ պետություններում եւ դրանից դուրս, այսինքն ինչպես ԵՄ անդամ երկրներ ենք մենք ուղարկում կամավորների, այնպես էլ մենք Հայաստանում կարող ենք ընդունել ԵՄ անդամ երկրներից կամավորների եւ իհարկե հնարավորություն է տալիս զարգացնել աշխատանքային հմտությունները, բարելավել լեզվական գիտելիքները եւ ապրել միջմշակութային միջավայրում։ Այստեղ նորից շեշտադրված է ոչ ֆորմալ եւ ինֆորմալ կրթությունը, միջազգային համագործակցությունը, բազմալեզու կրթությունը, ապահովությունը եւ պաշտպանվածությունը, որովհետեւ հատկապես վերջին շրջանում safety security-ն շատ կարևոր գործոն է նմանատիպ ծրագրերում եւ իհարկե տեսանելիությունը եւ տարածումը յուրաքանչյուր եվրոպական երիտասարդական ծրագրի շրջանակներում շատ կարևորվում է նաեւ ծրագրի տեսանելիությունը այն առումով, որ ինքը ավելի հասանելի դարձնի շատ տարբեր շերտերի ու երիտասարդների համար։ Կամավորական ծրագրերի մեջ, Եվրոպական համերաշխության կորպուսի մեջ, ինչպես նշեցի, ինքը եւս շատ մեծ ծրագիր է Erasmus Plus-ի նման, բայց ու էլի բազմաբաղադրիչ, բայց մեզ համար էլի ոչ բոլոր բաղադրիչներն են հասանելի ու իրագործելի։ Այստեղ առանձնացրել եմ միայն այն տեսակները, որոնց մաս Հայաստանը կարող է դառնալ։ Դա առաջինը երիտասարդների մասնակցությունն է համերաշխության գործողություններում, որի մեջ առանձնացրել եմ կամավորական աշխատանքը, այսինքն volunteering project-ներն են, որոնք անհատական կամավորական ծրագրերն են, երկարաժամկետ եւ կարճաժամկետ, եւ թիմային կամավորությունը, որը բարձրագույն այդ առաջնահերթության ոլորտներում է իրականացվում, սրանք հիմնականում կարճաժամկետ ծրագրերն են։ Եվ մյուս բլոկը, որը մեզ համար հասանելի է, դա մարդասիրական կամավորությունն է, որտեղ Հայաստանը կարող է միայն հյուրընկալող լինել, այսինքն մենք չենք կարող ուղարկել հայ մասնակիցների մարդասիրական կամավորության, այլ միայն հյուրընկալում ենք։ Սրանց մասին ավելի մանրամասն կխոսեմ, որ պատկերացնեք տարբերությունը որն է։ Եվ նաև մյուս կամավորական ծրագրերի մասին նշեմ, որ Հայաստանը կարող է ուղարկել միայն եվրոպական երկրներ եւ կարող է հյուրընկալել միայն եվրոպական երկրներից։ Այսինքն մենք չենք կարող կամավորներ հյուրընկալել օրինակ մեր տարածաշրջանի այլ երկրներից կամ այն երկրներից, որոնք չեն համարվում ԵՄ անդամ երկիր։ Բացառություն է կազմում թիմային կամավորությունը, որը հնարավորություն է տալիս համագործակցությունը եւ ծրագրային եւ ԵՄ անդամ երկրների եւ ծրագրին չասոցացվող երկրների միջև։ Այսինքն թիմային կամավորության շրջանակներում օրինակ մենք կարող ենք կամավորներ ուղարկել Վրաստան կամ Վրաստանից ընդունել, բայց ոչ թե երկու երկրների միջև համագործակցություն, այլ պարտադիր պետք է լինի նաև երրորդ երկիր, որը կլինի ԵՄ անդամ երկիր։ Մասնակիցները դրանք 18-ից 30 տարեկան երիտասարդներն են, եթե անհատապես ենք դիտարկում, կամավորական ծրագրերում եւս կա տարիքային սահմանափակում եւ ցավոք նաեւ պետք է նշեմ ի տարբերություն Erasmus Plus ծրագրերի կամավորական ծրագրերը դրանք այսպես ասած կյանքում մեկ անգամ տրվող հնարավորություն են, որովհետեւ եթե ժամկետները լրանում են եւ տարիքը լրանում է, այլևս դուք երկրորդի հնարավորությունը չունեք, իսկ Erasmus-ի շրջանակներում օրինակ մասնակցության թվի սահմանափակում չկա։ Այստեղ կա մի կարևոր հանգամանք նորից կուզենամ նշել, բայց լավ երևի անդրադառնամ դրան, երբ որ կամ նորից մասնակիցներին,
Եվ կազմակերպությունները, որոնք ծրագրին մասնակից երկրներում եւ գործընկեր երկրներում գրանցված կազմակերպություններն են եւ ովքեր պետք է ունենան պարտադիր որակի հավաստագիր, որպեսզի կարողանան այս ծրագրերն իրականացնել եւ հյուրընկալման եւ ուղարկման դեպքում։ Մասնակցության հետ կապված, ինչպես նշեցի, 18-ից 30 տարեկան երիտասարդները կարող են մասնակցել, ովքեր բնակվում են ԵԲ անդամ երկրներում, ծրագրին առնչվող գործընկեր եւ չառնչվող գործընկեր երկրներում, անկախ սերից, կրոնական պատկանելիությունից, կրթության աստիճանից եւ որակավորումից, այսինքն այստեղ պարտադիր չի, որ մասնակիցներն ունենան որևէ բուհական կրթություն, ունենան որևէ մասնագիտություն, որովհետեւ ինքը հնարավորություն է հենց անփորձ երիտասարդներին փորձառություն տալ նմանատիպ ծրագրերի շրջանակներում։ Ծրագրերը սովորաբար լինում են կարճաժամկետ եւ երկարաժամկետ։ Կարճաժամկետ ծրագրերը դրանք 2 շաբաթից 2 ամիս տևողությամբ ծրագրերն են եւ երկարաժամկետը 3 ամսից 12 ամիս։ Այստեղ կարևոր բան նշեմ, եթե մասնակիցը օրինակ մասնակցում է 3 ամսյա ծրագրի, ծրագիրը արդեն համարվում է երկարաժամկետ եւ երկրորդ երկարաժամկետի հնարավորություն մասնակիցը չի ունենում։ Եվ մի կարևոր կետ էլ նշեմ, նախկինում այդպես չէր, հիմա փոփոխություն են արել եւ դա այնքան է դրական փոփոխություն չէ, պետք է ասեմ, բոլոր տեսակի կամավորական ծրագրերի հանրագումարը հիմա պետք է լինի 12 ամիս։ Այսինքն մասնակիցը կարող է մասնակցել մի քանի տեսակի կամավորական ծրագրերի, բայց դրանց բոլորի հանրագումարը պետք է լինի, չպետք է գերազանցի 12 ամիսը։ Դա նշանակում է, որ եթե դուք օրինակ մասնակցել եք երկարաժամկետ կամավորական ծրագրի 12 ամսով, այլևս հնարավորություն չունեք մասնակցելու այլ տեսակի կամավորական ծրագրի, օրինակ թիմային կամավորության կամ մարդասիրական կամավորության։ Նախկինում այդպես չէր, նախկինում թիմայինը առանձին էր հաշվարկվում, մարդասիրականը առանձին էր հաշվարկվում եւ անհատական կամավորական ծրագրերն առանձին էին հաշվարկվում։ Ինչու՞մն է խնդիրը հիմա, օրինակ, եթե մասնակիցը երկարաժամկետ կամ թեկուզ 6 ամսով ասենք արել է կամավորական ծառայություն, հիմա մարդասիրականի դեպքում ինքը այլևս չի կարողանա եւս մեկ երկարաժամկետ մարդասիրական կամավորություն անել, այսինքն 12 ամիս չի կարողանա անել։ Կարող է փոքր-փոքր 2 շաբաթ, 1 ամիս, 2 ամիս այդ տեսակ ծրագրերի մասնակցել, մինչև որ բոլորի հանրագումարը կլինի 12 ամիս։ Կամավորական աշխատանքի տեսակները նշեցի անհատական ու թիմային, անհատականը դա այն ծրագրերն են, որոնք 1 հոգի անհատապես կարող է մասնակցել եւ երկարաժամկետ եւ կարճաժամկետ ծրագրերի։ Իսկ թիմայինը հիմնականում դրանք կարճաժամկետ ծրագրերն են, որոնք հնարավորություն են տալիս 10-ից 40 կամավորի միաժամանակ ընդունել որպես հյուրընկալող կազմակերպություն եւ այստեղ թիմային կամավորությունը հիմնականում տեղի ունենում կոնկրետ ծրագրի շրջանակներում այն առումով, որ եթե օրինակ ձեր կազմակերպությունը պլանավորել է իրականացնել ինչ-որ հանրային մեծ միջոցառում կամ օրինակ օլիմպիական խաղերի ժամանակ կամ ինչ-որ ֆեստիվալների ժամանակ պետք է մեծաթիվ թվով կամավորների հյուրընկալել, թիմային կամավորությունը հենց հնարավորություն է տալիս այդպես մինչև 40 անց հյուրընկալել եւ իրականացնել որևէ հանրային մեծ միջոցառում կամ օրինակ ինչ-որ բակային ճամբարներ են իրականացվում, ամառային ճամբարներ կամ ինչ-որ այլ հանրային միջոցառումներ, որի շրջանակներում իրականացվում են թիմային կամավորության ծրագիր։ Նշեմ, որ թիմային կամավորության եւ անհատական կամավորության դեպքում կազմակերպությունը 1 որակի հավաստագիր պետք է ունենա, բայց մարդասիրական կամավորություն իրականացնելու դեպքում առանձին որակի հավաստագիր է պետք ձեռք բերել, որը լրիվ այլ գործընթաց է։ Որակի հավաստագրի համար հիմա կխոսեմ։ Կամավորական ծրագրերի շրջանակներում էլի ծախսերը ամբողջությամբ փակվում է ծրագրով, վիզայի ճանապարհածախսի, կեցության, սննդի համար է վճարվում, նաև լեզվի ուսուցման
ծախսեր կան, որոնք փակվում են, ինչպես նաև կամավորներին տրվում է ճանապարհորդական եւ բժշկական հատուկ ապահովագրություն հենց Եվրոպական համերաշխության կորպուսի շրջանակներում, որը կոչվում է HENER, եւ իհարկե նաև կամավորին տրվում է ամսական գրպանի գումար։ Բացի այն, որ այսինքն կամավորի կեցություն, սնունդ ամեն ծախս փակվում է, նաև հավելյալ կամավորին վճարվում է ամսական գրպանի գումար։ Ամսական գրպանի գումարը լինում է տարբեր, կախված երկրից, թե կամավորը որ երկիր է գնում։ Այսինքն կա սահմանաչափ, օրինակ Հայաստան, որ գալիս են կամավորները, օրական 6 եվրո է հաշվարկվում ու այդ գրպանի գումարը վճարվում է կամավորին անկախ ազատ օրերից, անկախ արձակուրդային օրերից եւ հաշվարկվում է օրական, այսինքն ամբողջ ծրագրի համար։ Եթե օրինակի համար ծրագիրը 365 օր է, ուրեմն գումարը կամավորին վճարվում է 365 օրվա համար։ Գրպանի գումարը այն գումարն է, որը չի կարող վճարվել ավել կամ պակաս նշված սահմանաչափից։ Մնացած ծախսերը, օրինակ սնունդի գումարը կամ տեղի տրանսպորտի գումարը կամ ինչի գումար, որ հատկացնվում է կամավորին իր ծրագիրն իրականացնելու համար, դա կազմակերպությունն է որոշում, թե օրինակ ինչքան գումար է տալիս ամսական կամավորի ծախսերի համար։ Օրինակ կան կազմակերպություններ, որ ոչ թե սննդի գումարն են տալիս, այլ սնունդն են ապահովում կամավորի եւ դա նորմալ է, ծրագիրը դա չի արգելում, բայց գրպանի գումարը այն գումարն է, որը ֆիքսված է եւ չի կարող ավել պակաս լինել կամ չվճարվել կամ ինչ որ այլ բան լինել։ Ու եւս մեկ կարևոր բան, եթե հիշում եք Erasmus+-ի շրջանակներում նշեցի, որ հնարավոր են եւ թույլատրելի են մասնակցության վճարներ, բայց Եվրոպական համերաշխության կորպուսի շրջանակներում մասնակցության վճարները բացառապես արգելվում է, որովհետեւ այս ծրագիրը պետք է բոլորի համար հասանելի լինի, ներառական լինի եւ չպետք է կամավորի կողմից, մասնակցի կողմից որևէ ֆինանսական ներդրում պահանջի։ Ինչպես կարող են դիմել այս ծրագրերին, ինչպես գտնել այս ծրագրերը, գոյություն ունի ծրագրի տվյալների բազա, որը կոչվում է European Solidarity Corps portal, այդտեղ պետք է գրանցվել եւ իհարկե այս ծրագրերում պարտադիր պետք է լինի ուղարկող աջակցող եւ հյուրընկալող կազմակերպություն։ Պորտալը սա է, այստեղ եթե տեսնեք կա եւ կազմակերպության եւ անհատի երիտասարդի համար գրանցվելու հարթակ։ Ինչ է իրենից ներկայացնում այս հարթակը, ինքը հնարավորություն է տալիս կազմակերպություններին, իդեպ որակի հավաստագիր ունեցող կազմակերպություններին գրանցվել այս հարթակում որպես կազմակերպություն, ներկայացնել իրենց ծրագրերը եւ անհատը, երիտասարդը որպես անհատ մասնակից կարող է գրանցվել այս հարթակում, ստեղծել իր համար պրոֆիլ եւ ըստ դրա համապատասխանաբար որոնել գտնել իրեն համապատասխան ծրագրեր։ Այս հարթակը հնարավորություն է տալիս կազմակերպություններին փնտրել, գտնել իրենց համար համապատասխան կամավոր եւ երիտասարդին իր հետաքրքրությունների եւ կարողություններին համապատասխան որոնել եւ գտնել համապատասխան ծրագիր ու կազմակերպություն։ Այս հարթակը նաև թույլ է տալիս մասնակիցներին, երիտասարդներին, օրինակ գտնել իրենց համար ուղարկող կազմակերպություններ։ Եթե օրինակ տվյալ ծրագիրը իրեն գտել են բազայից, այս բազայից կապ են հաստատել հյուրընկալող կողմի հետ եւ երկուստեք համաձայնության են եկել, որ կամավորին ընդունում է հյուրընկալող կողմը X ծրագրի շրջանակներում X ժամկետով, կամավորը պետք է Հայաստանում ունենա պարտադիր ուղարկող կազմակերպություն։ Իսկ եթե երիտասարդը չգիտի օրինակ թե որոնք են ուղարկող կազմակերպությունները կամ ինչպես գտնել կապ հաստատել նրանց հետ, իրենք այս հարթակի միջոցով կարող են որոնել եւ գտնել բոլոր այն կազմակերպությունները Հայաստանում, ովքեր ունեն ուղարկման կամ հյուրընկալման կամ երկուսը միաժամանակ որակի հավաստագիր։ Եվ ըստ այդմ արդեն կապ են հաստատում ու գործընթացները սկսվում են։ Այսինքն այս ծրագրերը եռակողմ են լինում՝ հյուրընկալող, ուղարկող եւ կամավոր։ Մարդասիրական կամավորության հետ կապված
Նշեմ, որ ծրագիրը ավելի ի տարբերություն անհատական կամավորական ծրագրերի մարդասիրական կամավորությունը հյուրընկալում է մի փոքր ավելի փորձառություն ունեցող կամավորների եւ եթե նկատեցիք տարիքային շեմը եւս այստեղ բարձր է, մինչեւ 35 տարեկանն է ու էլի ինչպես նշեցի Հայաստանը կարող է միայն հյուրընկալել կամավորների եւ չի կարող հայ կամավորներին ուղարկել մարդասիրական ծրագրերի նպատակը այն է որ մարդասիրական կամավորական ծրագրերն իրականացվում են հիմնականում նոր զարգացող կամ մարդասիրական գործունեության կարիք ունեցող երկրներում եւ եվրոպացիներն են գնում մարդասիրական կամավորություն իրականացնելու։ Ու ինչպես նշեցի, կազմակերպությունները պետք է ունենան առանձին որակի հավաստագիր այս գործողության տեսակը իրականացնելու համար ու էլի նույն ձևով լինում են կարճաժամկետ եւ երկարաժամկետ ծրագրեր։ Որակի հավաստագրի հետ կապված որակի հավաստագիր պետք է ունենա յուրաքանչյուր կազմակերպություն, եթե ցանկանում է ներգրավվել այս ծրագրերում։ Որակի հավաստագիրը թույլ է տալիս կազմակերպություններին ծրագրերն իրականացնել, բայց որակի հավաստագիր ունենալը դեռևս չի նշանակում, որ դուք ֆինանսավորում եք ստացել, այսինքն չի ապահովում ֆինանսավորում, այլ սա առաջին քայլն է կազմակերպությանը լիազորելու, որ կարողանա իրականացնել ծրագրերը, իսկ մնացածը արդեն կազմակերպությունը պետք է կազմակերպի։ Դերերը որակի հավաստագրի համար լինում են հյուրընկալող եւ ուղարկող կամ աջակցող կազմակերպություն, կազմակերպությունները կարող են որոշել, որ դերի համար են դիմում։ Այսինքն, եթե կան կազմակերպություններ, որ ունեն միայն հյուրընկալման որակի հավաստագիր, կան կազմակերպություններ միայն ուղարկող եւ կան կազմակերպություններ, որ երկուսը միաժամանակ։ Եվ դերերը որոշելուց կախված նաև հայտադիմումը ենթարկվում է որոշակի փոփոխությունների։ Դիմելու վերջնաժամկետ չկա որակի հավաստագիր ստանալու համար, ինքը ամբողջ տարվա ընթացքում բաց է եւ կարող եք դիմել եւ սովորաբար գործընթացը տևում է 2-ից 3 ամիս, որովհետեւ դուք հայտադիմում եք լրացնում, որից հետո սալտոն վերանայում է դիմումները, այնուհետեւ մոնիտորինգային այց է նախատեսվում համապատասխան մասնակետի հետ, որից հետո արդեն որոշում է կայացվում։ Ինչպես դիմել որակի հավաստագրի համար, էլի նույն process-ն եք անցնում, ինչպես Erasmus-ի շրջանակներում, եթե ձեր կազմակերպությունը չունի OID, ապա նույն գործընթացը պետք է անել OID ստանալու համար, որից հետո նոր սկսել որակի հավաստագրի հայտադիմումի գործընթացը, իսկ եթե ունեք արդեն OID, շրջանցում եք այս փուլը եւ անմիջապես արդեն սկսում եք որակի հավաստագրի դիմումի գործընթացը։ Ինչ պետք է անել, նախ եւ առաջ quality label-ի application form-ը, որը առցանց տարբերակով է, պետք է դա լրացնել, այստեղ էլի եթե սեղմենք հղման վրա, կտանի ձեզ quality label-ի մասին տեղեկատվություն եւ այն հարթակը, որտեղ կգտնեք եւ հայտադիմումը եւ անհրաժեշտ տեղեկատվությունը։ Պետք է լրացնել անգլերեն լեզվով, կցել ստորագրված Declaration of Honor-ը, հյուրընկալման դերի համար նաև նշում եք կամավորների հյուրընկալման բոլոր վայրերը, այսինքն եթե ձեր կազմակերպությունից զատ կամավորը աշխատելու է օրինակ շաբաթական մեկ անգամ դպրոցում կամ գործընկեր կազմակերպությունում, բայց ոչ մշտապես, որովհետև եթե դուք հյուրընկալում եք կամավորի եւ շաբաթվա օրերի մեծ մասը կամավորը այլ տեղ է գործունեություն ծավալելու, ապա այդ մյուս կառույցը պետք է ունենա որակի հավաստագիր։ Բայց եթե դուք հյուրընկալում եք եւ իր գործունեության ընթացքում, ասենք շաբաթական մեկ անգամ 2 ժամով կամավորը ինչ որ գործողություն է իրականացնում այլ կառույցում, տվյալ պարագայում թույլատրելի է, պարզապես հայտադիմումի մեջ պետք է նշել դրա մասին։ Եվ կցում եք նաև գործողությունների պլանը, այսինքն ամսվա կամ շաբաթվա կտրվածքով կազմում եք գործողությունների պլան, թե կամավորը ինչ է անելու ձեր կազմակերպությունում, երբ հյուրընկալվի։
ինչ ծրագրեր է անելու, ինչով է զբաղվելու։ Շատ կարևոր է այստեղ կամավորի զբաղվածությունն ապահովելը, որովհետև մոնիտորինգային այցի ժամանակ շատ մեծ ուշադրություն է դարձվում, որովհետև շատ կազմակերպություններ օրինակ մտածում են, դե լավ, կամավոր կբերենք, կմտածենք, թե ինչ կարող է անել ընթացքում, դա շատ խիստ մեծ սխալ է, որովհետև պետք է նախապես հստակ գիտենալ, թե կամավորին ինչի համար է հյուրընկալում եւ ինչ գործունեություն է կամավորը ծավալելու ձեր կազմակերպությունում։ Ու այստեղ կարևոր հանգամանք նորից, քանի որ մենք չունենք National Agency, չունենք ազգային գործակալություն եւ որակի հավաստագիրը մեզ տրվում է Սալտո Արևելյան Եվրոպա եւ Կովկաս ռեսուրսային կենտրոնի կողմից, հայտադիմումի մեջ լրացնելիս պետք է ընտրել Foundation for the Development of the Educational System տարբերակը, որը Լեհաստանի ազգային գործակալությունն է, այսինքն հայտադիմումը գնում է այնտեղ եւ քանի որ Սալտոն Վարշավայում գործող կառույց է, այդ իսկ պատճառով ընտրում ենք Լեհաստանի ազգային գործակալությունը։ Բոլոր փաստաթղթերը էլի պետք է ունենան ոչ ավել քան 6 ամսվա վաղեմության ժամկետ, այսինքն էլի են փաստաթղթերը, որոնք գցում եք OID ստանալիս կամ հաշիվ բացելիս, էլի նույն ձևով ստորագրությունն եք կազմակերպում ինչ Էրասմուսի շրջանակներում եւ հայտադիմումը ուղարկվում է դիտարկման, որը դիտարկվում է Սալտո Արևելյան Եվրոպա եւ Կովկաս ռեսուրսային կենտրոնի կողմից։ Ինչ պետք է անել, իհարկե յուրաքանչյուր կազմակերպություն պետք է նախ ծանոթ լինի Եվրոպական համերաշխության կորպուս ծրագրի առաքելությանը, սկզբունքներին, ուշադրություն դարձնի ծրագրով նախատեսված առաջնահերթություններին, իհարկե ուսումնասիրի ծրագրի ուղեցույցը, ինչպես որ Erasmus Plus-ը ունի իր ուղեցույցը, այնպես էլ Եվրոպական համերաշխության կորպուսը ունի, եւ պետք է մասնակցել անպայման որակի հավաստագրի փորձագետի հետ գնահատման մոնիտորինգային հանդիպմանը, որը կարող է լինել եւ առցանց եւ առերես, կախված նրանից, թե մասնակետը որտեղից է։ Հայաստանում մենք այս պահին ունենք մեկ մասնակետ որակի հավաստագրի, Արթուր Նենաջարյան, որը աշխատում է Սալտոյում եւ Հայաստանում իրականացնում է գնահատումները, մոնիտորինգային այցերը, կամ օրինակ կարող է, այսինքն մասնակետը կարող է նշանակվել կամ Հայաստանից, հայ փորձագետը կարող է ձեզ այցելել, կամ կարող է լինել լրիվ այլ տեղից եւ այս դեպքում երբեմն լինում են կամ առերես այցելություններ, կամ առցանց կարող է լինել։ Ու ինչ է հիմնականում արվում, գործընթացի մոնիտորինգային այցի գնահատման ժամանակ նորից դիտարկվում է ձեր հայտադիմումը, այն ինչ որ լրացրել եք առցանց հարթակով, ուղարկել եք Սալտոյին, ըստ դրա մասնակետը ձեզ հետ հանդիպում է ունենում, ու շատ կարևոր է այդտեղ համակարգողի ծրագրի համակարգողի ներկայությունը, նրա տեղեկացվածությունը ծրագրի վերաբերյալ եւ ինչպես նշեցի, այստեղ շատ կարեւոր են որոշակի հարցեր, որ պետք է անդրադառնանք, այսինքն կամավորի զբաղվածությունը ինչպես է ապահովելու, կամավորի հյուրընկալությունը ինչպես է ապահովելու, այսինքն որտեղ է մնալու, ուսուցումը ոնց է կազմակերպվելու, ֆինանսական հարցերը ինչպես է կազմակերպելու, ինչքան գումար է ստանալու կամավորը, ով է դրա համար պատասխանատու, ով է վերահսկելու, որտեղ է մնալու, մենտոր ունենալու է, թե ոչ, լեզվի ուսուցումը ինչպես է կազմակերպվելու, այսինքն բոլոր այդ կամավորի հյուրընկալման հետ կապված բոլոր մանրամասները եւս մեկ անգամ ձեզ հետ մոնիտորինգային այցի ժամանակ քննարկվում է, խոսվում է, որպեսզի նաեւ հասկանալի լինի, թե ինչքանով եք դուք պատրաստ կամավոր հյուրընկալելու համար։ Ու այստեղ մի կարևոր հանգամանք էլ նշեմ, եթե դուք դիմում եք ուղարկման դերի համար որակի հավաստագրի, պարտադիր պայման չի, որ կազմակերպությունը ունենա օրինակ գրասենյակային տարածք, որովհետև ուղարկման դեպքում ինքը հիմնականում հնարավոր է նաև առցանց անել այդ ամեն ինչը, իհարկե կամավորին նախապատրաստելու համար, նախապատրաստական հանդիպում իրականացնելու համար առերես հանդիպում է տեղի ունենում, բայց դա կարելի է օրինակ ինչ-որ միտեղ կազմակերպել, բայց գրասենյակային տարածքի առկայությունը պարտադիր պայման չի։
բայց հյուրընկալման դեպքում, երբ որ դուք դիմում եք հյուրընկալման դերի համար, պարտադիր է, որ կազմակերպությունը նաև ունենա գրասենյակային տարածք, քանի որ կամավորը, ով հյուրընկալվելու է, պետք է ունենա իր աշխատանքային տարածքը բոլոր հագեցած ռեսուրսներով։ Այստեղ մի քանի էլի կարևոր հղումներ եմ տեղադրել, թե որտեղ գտնել գործընկերների ու ինչպես նշեցի, կա այդ բազան, որտեղ բոլոր կազմակերպությունները, որոնք ունեն որակի հավաստագիր, գրանցված են, եւ դա database-ն է, quality label-ի կազմակերպությունների, էլի հղումով տեղադրված է, կարող եք գտնել։ Կարող եք նաև գործընկերներ որոնել Otlas դատաբազայից, որը վերաբերվում է ինչպես Եվրոպական համերաշխության կորպուս ծրագրերին, այնպես էլ Erasmus+-ի ծրագրերին, որ տարբեր գործընկերներ կարող եք այդ հարթակի միջոցով որոնել եւ գտնել։ Ու նաև որակի հավաստագիրը ունենալուց հետո կարող եք ձեր ծրագրերը հրապարակել S-Pass սիստեմում, որը հղումը էլի տեղադրված է, եւ նաեւ European Youth Portal-ում, ինչը հնարավորություն է տալիս ավելի լայն target-ի, հա, ձեր շահառուների հասնել եւ ավելի հեշտությամբ կամ գտնել կամավորների կամ կամավորներին հնարավորություն կտա գտնել, տեսնել ձեր ծրագիրը եւ դիմելու դրան։ Սրա հետ կապված հարցեր ունեք։ Ես մի հարց ունեմ, բարև ձեզ, Հարություն Ռեզհատ Վանաձորից, այս ինֆորմացիան, որ դուք մեզ այսօր կիսվեցիք մեզ հետ հնարավորում ես հետո մեյլով ուղարկեք, որտեղ ինֆորմացիան շատ բաներ կարող է պահիտակ չֆիքսենք, որ ուղեցույցերներ, հղումներն է մեզ շատ պետք կգա, էլի։ Այո, իհարկե, ինչպես նշեցինք, պրեզենտացիաները ձեզ կուղարկվի, բոլոր ակտիվ հղումները տեղադրված են պրեզենտացիաներում, այնպես որ հետագայում կարող եք այդ հղումներով անցնել, ուսումնասիրել, ծանոթանալ եւ եթե հարցեր լինեն, կարող եք մեզ հետ նաեւ կապ հաստատել։ Ես նաեւ կթողնեմ կոնտակտային տվյալները, չնայած նորից պրեզենտացիայի մեջ դրանք կլինեն, ամեն դեպքում, եթե հարցեր լինեն եւ էլեկտրոնային հասցեով եւ Facebook-ով եւ հեռախոսահամարով կարող եք մեզ հետ կապ հաստատել։ Շատ շնորհակալություն։ Դասից հետո կուղարկեք, չէ՞, արդեն մի անգամի սլայդերը։ Շատ շնորհակալություն։ Հիմնականում այսքանն էի նախատեսել այսօր, որպեսզի նաև շատ չծանրաբեռնենք ձեզ, որպեսզի ընդհանուր մի հատ պատկերացում ունենաք, բայց հետագայում, երբ որ գործընթացը սկսեք, հաստատ ինչ-որ հարցեր կունենաք, թեկուզ փուլերն անցնելու հետ կապված, արդեն յուրաքանչյուր կազմակերպության հետ անհատապես կարող ենք աջակցել, խորհրդատվություն տալ, թե ինչպես կարող եք գործընթացը սկսել։ Շնորհակալություն։ Erasmus-ի կարճաժամկետ ծրագրերին կարող են դիմել 18 տարին չլրացած անձիկ։ Erasmus-ի ծրագրերից, եթե դա Mobility of Youth Workers տեսակը չի, այսինքն երիտասարդական աշխատողների շարժունության ծրագիրը չի, ապա կարող են, եթե դիմում են երիտասարդական փոխանակման ծրագրերի, որոնց տարիքային սահմանափակումը 13-ից 30 տարեկանն է։ Իսկ mobility ծրագրերը, արդեն վերապատրաստումները, սեմինարները, աշխատանքային ուսումնական այցերը, դրանք ավելի շատ մասնագիտական, մասնագետների վերապատրաստումներն են, այսինքն երիտասարդական աշխատողների, երիտասարդական ոլորտին առնչվող անձանց համար է, եւ այդտեղ 18 տարին պետք է լրացած լինի։ Ու տարիքային սահմանափակում այդ դեպքում չկա, իսկ երիտասարդական փոխանակման ծրագրերի դեպքում 13-ից 30 տարեկանն է։ Կան կազմակերպություններ, որոնք արդեն ունեն OID կամ այդ գործընթացը անցել են, ուղղակի դեռևս չեն ներգրավել ծրագրերում։ Բարև ձեզ, ես կարող եմ հարց տալ։ Իհարկե։
Շնորհակալ եմ այս հանդիպման համար։ Ես Արամն եմ Գևորգյան, ներկայացնում եմ մենք Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ն։ Այս process-ների մեջ 2024-ից ենք ես ինքս մտել, Մարիամ ջան, ձեր դասընթացներ կարծեմ 2024 թվականին, այդ ժամանակ ID ստացել ենք, բոլոր փաստաթղթերը լրացրել ենք, կարողանում ենք արդեն պարտներ լինել ծրագրերում, վերջի երկու Erasmus-ի Key Action Maker-ի deadline-ներն էլ եղել ենք պարտներ, ծրագրեր գրելիս օգնել ենք դրսի կազմակերպություններին ծրագրեր գրել։ Այստեղ այսպեսի մի հատ հարց ունեմ ես ոնց պիտի մենք համոզենք դրսի ենեներին մոտիվացիոն ինչ պիտի գրենք, որ ենթադրենք Հունգարիայի հետ դրսում Էրազմուսի ենք դիմում, ծրագիրը բերենք անենք Հայաստան։ Կամ ինչ որ հաջողված փորձ կա, որ մի քանի անգամ պիտի հետները ծրագրի մեջ եղած լինենք, հետո կարողանանք բերենք Հայաստան։ Այս առաջի հարցը, ուզում եք սրան պատասխանեք, էլի հարցը։ Շատ լավ, Արամ ջան, շնորհակալություն։ Հա, իրականում շատ այս պահի դրության շատ կարևոր հարց եք բարձրաձայնում այն առումով, որ ինչպես նշեցի, կա նաև այդ 5 ծրագրերի սահմանաչափի առկայությունը, հա, լիմիտը, բացի այդ որոշակի ազգային գործակալություններ ցավոք սրտի նախընտրում են այդ եվրոպական միության գումարները օգտագործել հենց եվրոպական միության երկրների սահմաններում եւ մեր դեպքում էլ եղել են դեպքեր, երբ որ դիմել ենք ծրագրի, ասել են ծրագիրը շատ լավն է, հավաքել է օրինակի համար եղել է նաեւ 98 միավոր, բայց ֆինանսավորում չունենք Eastern Partnership երկրների համար, այսպես ասած, մեր տարածաշրջանի երկրների համար շատ կարևոր է այստեղ ուսումնասիրել նաև national agency-ների ռազմավարությունը, օրինակի համար ֆիննական national agency-ն շատ հակված է եւ շատ կարևորում է համագործակցությունը հենց ծրագրին չառընչվող երկրների հետ։ Բայց օրինակ կան ազգային գործակալություններ, որոնք կատեգորիկ ասում են, որ գումարը նախընտրում են, որ օգտագործվի իրենց երկրում եւ տարածքում եւ ոչ թե դուրս գա։ Այնպես որ այդտեղ հա նաեւ միանշանակ պատասխան դրան չունեմ, այսպես ասած, պետք է ուսումնասիրել նաեւ դաշտը, բայց նաեւ ծրագրի որակից էլ է շատ բան կախված, գործընկերությունից էլ է շատ բան կախված, թե ինչ տեսակի կոնսորցիումով եք դիմում, ինչ որակի ծրագիր եք առաջարկում, բայց միգուցե լավ կլինի, եթե սկսնակ կազմակերպություն եք, նաև փորձեք ինչ-որ փորձառություն ձեռք բերել ծրագիրը հենց գործընկերոջ երկրում իրականացնելով, մասնակիցներ ուղարկելով կամ ինչ-որ ծրագիր դիմել երկփուլ իրականացման համար, օրինակ մի փուլը լինի տվյալ երկրում, մյուսը Հայաստանում, որը նաև այո, փորձառություն ձեռք բերեք որպես սկսնակ կազմակերպություն եւ իհարկե ինչպես նշեցի, national agency-ների ռազմավարությունը պետք է ուսումնասիրել։ Հասկացա։ Շնորհակալ եմ Մարիամ ջան, եւս երկու հարց, այնտեղ լսեցի կարծես դուք եք ասում մասնակցության վճարների հետ կապված, ինչ որ մեխանիզմներ են կիրառվում, գոնե ոչ ֆորմալ մեխանիզմներ, շատ տարբեր գներ եմ տեսել մասնակցության համար եւ, չգիտեմ, օրինակ 100 եվրո, 50,000 դրամ, չգիտեմ, 20,000 դրամ, այդ ինչով են որոշում կազմակերպությունները, ինչ որ տենց գոնե ներքին ֆորմալ բան կա, թե չէ, այդ մասով կամ ամեն կազմակերպություն ինքն է այդ մասով պատասխանատու որոշում կայացնում։ Ցավոք սրտի, այստեղ վատը այն է, որ մասնակցության վճարների հետ կապված գայդում ոչ մի կոնկրետ բան չկա գրված, այսինքն գրված է, որ մասնակցության վճարները չեն արգելվում եւ նույնիսկ որոշ դեպքերում խրախուսվում է ունենալ մասնակցության վճարներ մասնակիցների կողմից ավելի պատասխանատու վերաբերմունք ձևավորելու համար ծրագրերի նկատմամբ, բայց ցավոք սրտի, քանի որ սահմանաչափ նշված չի, դա թույլ է տալիս կազմակերպություններին, ոնց որ իրենք են որոշում, թե ինչ սահմաններում են դնում մասնակցության վճարները։ Իհարկե, եթե շատ բարձր են լինում, դա արդեն իսկ հակասում է հենց ծրագրի Erasmus+-ի սկզբունքներին, որովհետև ինքը արդեն չի կարող ներառական լինել եւ հավասար հնարավորություններ ստեղծել բոլորի համար, եթե մասնակցության վճարները շատ բարձր են։ Մասնակցության վճարները կարող են բարձր լինել այն պարագայում, երբ որ դրանք ավելի շատ
ավելի մասնագիտացված դասընթացներ են կամ մասնագիտացված վերապատրաստումներ են, ավելի բարձր մակարդակի ինչ-որ բաներ։ Բայց եթե դու ասում ես, որ ծրագիրը երիտասարդների զարգացման, կարողությունների զարգացման, ներառականության եւ հավասար հնարավորությունների մասին է, դու չես կարող պարզապես բարձր մասնակցության վճարներ դնել։ Ու այստեղ կարևոր մի բան էլ կա, երբեմն լինում է, որ մասնակցության վճարներ սահմանում է եւ ուղարկող կազմակերպությունը եւ հյուրընկալող կողմն է դնում որոշակի մասնակցության վճար, ու այդտեղ ստացվում է, որ մասնակիցը վճարում է եւ մի հատ Հայաստանում, մի հատ էլ այն երկրում, որտեղ որ գնում է մասնակցելու կամ հակառակը։ Այս նաեւ շատ կարեւոր է ծրագրի դիմելու սկզբնական փուլում այս հարցը հստակեցնել նաեւ գործընկերների հետ։ Ի նկատի ունենալով, որ գիտեք, եթե օրինակ դուք որպես հյուրընկալող կողմ մասնակցության վճար եք սահմանելու, մենք էլ որպես ուղարկող կազմակերպություն, իրականում որպես գործընկեր ուղարկող կազմակերպություն, այս ծրագրում կազմակերպությունները որևէ ֆինանսական աջակցություն չեն ստանում։ Այսինքն միակ շահույթը կազմակերպության այս ծրագրերում ներգրավելու այն է, որ իրենք այդ հնարավորությունը ստեղծում են իրենց շահառուների համար։ Ու այստեղ մասնակցության վճար երբեմն երբ որ կազմակերպությունը դնում է, այսինքն խելամիտ սահմաններում, դա ինչ որ ձևով փակում է տվյալ կազմակերպության ադմինիստրատիվ ծախսերը, ասենք, եւ այդ մարդկային ռեսուրսի եւ ինչ որ ծախսեր կարող է լինել, որովհետեւ դե հանդիպում է տեղի ունենում մասնակիցների հետ եւ այլն եւ այլն։ Այստեղ շատ կարևոր է սկզբնական փուլում հենց գործընկերների հետ հստակեցնել, որպեսզի այդ սահմանաչափը այնքան չանցնի, որ մասնակիցների համար դա խոչընդոտ լինի։ Ցավոք էլի ինչ որ կարգավորումներ չկան դրա հետ կապված, ավելի շատ դա կազմակերպությունների խելամիտ մոտեցումն է մասնակցության վճարների սահմանմանը։ Շատ լավ, շնորհակալ եմ, եւս մի հատ չնայած շատերը ունեմ, հետո կարող եմ ձեզ առանցին գրել Key Action 2-ների մեջ Քանի որ Key Action 1-ում հայկական կազմակերպությունները բյուջե չունեն ընդհանրապես, Key Action 2-ներում այդ բյուջեի բաշխվածությունը ինչպես է լինում կամ օրինակ ֆինանսական տեսանկյունից ինչ ակնկալիքներ կարող են ունենալ հայկական կազմակերպությունը Key Action 2-ում լինելու դեպքում։ Key Action 2-ները նախկինում բյուջեն այլ ձևով էր հաշվարկվում, հիմա Key Action 2-ների բյուջեն lump sum-ով է հաշվվում եւ ըստ work package-ների։ Այսինքն Key Action 2-ը երկարաժամկետ ծրագրեր են, որոնք ունենում են բազմաբաղադրիչ գործողություններ եւ յուրաքանչյուր գործողությունը հաշվվում է work package-ի տակ։ Այսինքն օրինակի համար, եթե Key Action 2 կա, ունի ենթադրենք 6 work package, մեկը project management coordination-ն է, մեկը այսինչ դասընթացն է, մեկը այսինչ մյուս work package-ն է, dissemination-ն է կամ, չգիտեմ, ինչ որ final event-ն է, ամփոփումն է, ինչ որ է։ Յուրաքանչյուր work package-ին տրամադրվում է X գումարի չափ lump sum, կախված ձեր ծրագրի տեսակից, կախված գործընկերների քանակից, կախված շահառուների թվից, ու ըստ այդմ նայած թե որ գործընկերը որ work package-ում ինչ անելիքներ ունի, ինչ ներգրավվածություն ունի, որովհետև սովորաբար նաև ոնց է բաշխվում այդ անելիքները, յուրաքանչյուր work package-ի համար որևէ գործընկեր պատասխանատվություն է կրում, այսինքն իհարկե ծրագիրը ունի lead applicant, որը համակարգում է ամբողջ ծրագիրը, բայց գործընկերները, կոնսորցիումի անդամները յուրաքանչյուրը որևէ work package-ի պատասխանատուն է լինում եւ դրա համար ստանում է որոշակի գումար։ Ու այդ գումարը ըստ գործողությունների է արդեն բաշխվում ու ոնց է արվում, այնտեղ ավելի հեշտացված է process-ը այն առումով, որ work package-ի համար տրամադրված է lump sum-ի համար, յուրաքանչյուր, ասենք, տարբեր լայներ ունի բյուջե, դուք այդ տարբեր լայների մեջ նաև իրավասու եք փոփոխություններ կատարել, մի գումարը փակել մյուսով, եթե ինչ-որ մեկը չի բավականացնում, այսինքն դուք ավելի flexible եք դառնում այդ work package-ի համար սահմանված lump sum-ը օգտագործելիս, ու հիմա Key Action 2-ները ավելի շատ դարձել են իրենց թվին նպատակին հասնելուն ուղղված, այսինքն եթե օրինակ ձեր ծրագրի մեջ նշված է, որ ծրագրի շրջանակներում պետք է 16 հոգի վերապատրաստվի, իրենք շատ
կարևորություն են տալիս, որ հենց 16 հոգին էլ ներգրավված լինեն ծրագրում, թե բյուջեն ոնց կտեղափոխեք, ոնց կօգտագործեք, ոնց կանեք, որ այդ ամեն ինչը իրականանա, իրանց այդքան էլ չի հետաքրքրում։ Այսինքն lump sum-ով յուրաքանչյուր work package-ի համար հատկացնում են գումար, ու բոլոր գործընկերներին։ Հասկացա։ Շնորհակալ։ Այստեղ ոնց որ էլի հարցին։ Լսվում եմ ես։ Ալո։ Այո։ Բարև ձեզ, Վահեն Արզումանյան, Սպիտակ ձեռնափայտ հասարակական կազմակերպությունից, Մարիամ ջան, հիմնականում բոլորիդ ճանաչում եմ, ձեր սեմինարին ենք մասնակցել, դրանից հետո ID ստացել ենք, հիմա Action 1 ծրագրի ենք իբր ցանկանում մասնակցենք։ Հետևյալ խնդիրն ունենք ճիշտ ասած, մենք դեսպանատների հետ կապված, երբ որ վիզային խնդիրներ ենք ունենում առհասարակ ու հստակ դեսպանատան վատ աշխատանքին ենք առնչվում, ասեմ ինչու նախնդիրը, մենք ապրիլի 15-ից ծրագրի պետք է մասնակցենք, դեսպանատան ընթացակարգին դիմել ենք դեռևս դեկտեմբերից, հունվարին վերջնականապես ոնց որ վերջացրել էինք Ռումինիայի դեսպանատությունը մի քիչ ինչ-որ խնդիրներով էր էլի, մի քանի էտապով էր այդ ամբողջ դիմումը կայացվում, այնտեղ մեզ ներկայացրեցին, որ ուշ կարաք դիմեք, որովհետև մենք արագ ենք օրեր տալի, անգամ դեսպանատնից մեզ տենց ոնց որ սխալ հուշում էին տալի, բայց մենք չլսեցինք իրանց ու հունվարի վերջում մենք վերջացրել ենք այդ ամբողջ application-ները դրացված, պատրաստ սպասում ենք որ օր տային։ Հիմա օր են տվել ապրիլի 8-ին, այսինքն մասնակիցներին նախ բոլորին տարբեր օրեր են տվել, շատ մեկը մեկից հեռու ինչ որ, ու մի մասնակցի տվել են ապրիլի 8-ին որ մտնի դեսպանատուն, սակայն ապրիլի 15-ին արդեն ծրագիրը պիտի իրականանա։ Հիմա ինձ հետաքրքիր է, այսինքն առհասարակ ու հետաքրքրվեցի Ռումինիայի դեսպանատները առհասարակ բոլոր տեղերում ինչ որ խնդիրներ առաջացնում, բոլորը բողոքում են։ Սրա հետ կապված ինչ որ աջակցություն կա որևէ կառույցի կողմից, որովհետև հենց Ռումինիայի ագենստվան էլ կապ հաստատել իրանց ասելով կոնկրետ կոնսուլի հետ եւ ասել հա օր կփոխեմ եւ այլն, էլի չի ստացվել, ուղղակի զրույցների մակարդակում է ստացվել։ Եվ եթե կա նման կառույց, կուզենք իմանալ եւ հետո ֆիդբաքի առումով, այսինքն վատ աշխատանքի կամ չգիտեմ, չաջակցելու Erasmus+ ծրագրին, հա, գոնե, ասած ինչ որ ֆիդբաքի տեղ ունենք, որ մենք գոնե գրենք, նկարագրենք ինչ խնդիրներ ա եղել, որ մարդիկ գոնե կամ իմանան կամ չգիտեմ, նման ինչ որ բան, հա։ Վայ ջան, ինձ թվում է բոլորի ցավոտ կողմին հիմա դուք կպաք, հենց վիզաների հետ կապված, իրականում այո, շատ ցավալի է, որ նմանատիպ խնդիրների հանդիպում ենք պարբերաբար ու Ռումինիայի դեսպանատան հետ կապված խնդիրը մի փոքր այլ է այն առումով, որ նույնիսկ ես անձամբ հանդիպել եմ Ռումինիայի դեսպանի հետ, կոնսուլի հետ, ոնց որ ինքը մենակով է աշխատում, այդ ամբողջ գործընթացը մենակ է կազմակերպում ու այո, նմանատիպ կուտակումներ, խնդիրներ են առաջ գալիս, իրականում նմանատիպ կառույց ցավոք չկա, որ այդ խնդրով զբաղվի կամ ում կարելի է գրել, սրա հետ կապված մենք ձեռնարկել էինք գործընթաց, նույնիսկ նամակ ենք գրել, առաջարկությունների փաթեթով ներկայացրել ենք ԵՄ պատվիրակության ղեկավարին, այս մասին բազմիցս խոսել ենք, որ նմանատիպ խնդիրներ կան, որ դեսպանատների գերզբաղվածության, ժամկետների սղության պատճառով երիտասարդները այո զրկվում են այդ հնարավորություններից, բայց ցավոք այն որ շոշափելի ոչ մի բան մենք այս պահին չենք կարող անել, բացառությամբ նրա, որ այս մասին անընդհատ խոսում բարձրաձայնում ենք, խնդիրը ներկայացնում ենք։ Հիմա այս պարագայում, չգիտեմ, իրան անձամբ նամակ փորձել են ուղարկել ու փաստացի նորից չի աշխատել այդ տարբերակը, որովհետև մենք էլ ենք ունեցել նման դեպք, էլի ամիսներ շարունակ սպասել ենք հերթագրման ու չի եղել, փորձել ենք հենց անձամբ նամակ ուղարկել, հրատապությունը ծրագրի ներկայացնել ու ոնց որ ստացվել է օր ձեռք բերել։ Միակ տարբերակը այդ է, որ պետք է կարողանանք նամակագրության միջոցով փորձենք ներկայացնել ինչքան հրատապ է ծրագիրը երբ է, ըստ այդմ օր ձեռք բերել։ Այլապես ուրիշ ինչ որ մեխանիզմ ցավոք սրտի այս պահին չկա, բացառությամբ այն, որ մենք արդեն իսկ փորձել ենք տարբեր շահագրգիռ կողմերի այս մասին ասել ու բարձրաձայնել։
Ճիշտ ասած փորձել ենք եւ նամակներին ընդհանրապես պատասխան հետ չենք ստացել ոչ մի տիպի զանգերին, չգիտեմ, սենց երկու շաբաթը մեկ հնարավորություն ենք ունենում զանգենք ընկնենք մի 2 րոպեով հարց պատասխան այդ պատասխանողի հետ, հա, չգիտենք էլ ինչ մակարդակի պատասխանողա, որովհետեւ տենց կտրուկ պատասխանումա չէ, ձևը սենցա եւ այլն, չի կարող օրը փոխվի եւ այլն։ Մենք կոնսուլի հետ որ խոսացել է, Ռումինիայից են կապ հաստատել, խոսացել իրանց ասելով եւ խոստացել էր որ կփոխի, դե որ չի փոխել, ճիշտ ասած լի 10 օր ունենք, սպասում ենք։ Հետո ինչու՞մն է խնդիրը, մենք տոմսերը ամրագրելու հետ խնդիր ունենք, հա, այս բանը, այսինքն քանի մոտիկա մենք դաժե այդպես մանրամասը ներկայացրել ենք որ դա սոցիալական ծրագիր է, տոմսերի հետ խնդիր ունենք։ Իրականում եթե իմանայինք մենք անգամ կարայինք տուրիստական այլ դեսպանատների միջոցով ստանալ վիզան, բայց այդ դեպքում էլ վիզայի փոխհատուցում չէր լինի, հա, այսինքն սենց որ փակուղի է ու այս ամբողջի մասին կարելի է փաթեթով դժվար չի մի հատ ինչ որ տեղեկատվություն տալ միտեղ հրապարակել որ մարդիկ իմանան, օրինակ ասում եմ ես հետաքրքրվեցի Թուրքիայից, Ալբանիայից եւ այլն, այսինքն Ռումինիայի մասնակիցները բոլորը տենց խնդիր ունեն ու ասում են դեսպանատների հետ կապված խնդիր է հենց Ռումինիայի, հա, ու սենց ինչ որ նստած սպասում ենք ինչ որ անկապ բանի չեմ անում, տեսնենք ցավոք որևէ այս պահին ինչ որ այլ կարգավորում չկա ու ինչ որ մի կառույց չկա, որը կարողանա այդ հարցով զբաղվել, եթե օրինակ հենց Եմեն կամ չգիտեմ Ես մտածում եմ ԵՄ դեսպան անգամ Ռումինիայի արտաքին գործերի նախարարության հետ ենք հա մեր նամակագրություն արել եւ ասենց ամեն տեղ էլ այն ամեն բարձր մակարդակով փորձել ենք այս հարցը ինչ որ մի ձև լուծում գտնենք, բայց հələ որ չենք գտել ու տենց սպասում ենք։ Եղավ շնորհակալություն։ Հասկանում եմ։ Այո, բայց բոլորս դրան առնչվում ենք։ Իսկ գուցե որ այդ ուշ օրն են տվել, իրենք գիտեն, որ այդ ժամկետում կհասցնեն մինչև ծրագիր վիզան տալ։ Դե պարզապես այստեղ արդեն տոմսերի հարցն է մնում, հա, ինչ կան։ Տեսեք, տոմսերի հարցն է, ու մեկ էլ իրանք էտել եմ կապնվել հետը, տեսեք, հենց հետաքրքիր է նա հենց թիմը ոնց որ 5 հոգի ենք, 4-ին է մի քիչ շուտ են տվել, ամսի 1-ին, 2-ին, այն մեկը չլսեց գնաց տուրիստականով ինքը վիզան ստացել, 1-ին 6-ին են տվել, ինձ տվել են ամսի 8-ին։ Հիմա խնդիրն ինչումն է, զանգել են կապ ենք հաստատել, ասում է 7 օր բանա նկատի ունեցեք, այսինքն 8-ից 7 օր դառնում է ամսի 15-ը։ Ամսի 15-ին վերջի ժամկետ 23:59 տված է որ ես պիտի լինեմ տեղում։ Այսինքն փաստ չի որ ես գոնե 15-ին կամ 15-ին ես որ ժամին կարամ ես անձնագիր վերցնեմ կամ որ ժամի համար ես տոմս վերցնեմ, հա, թեկուզ։ Ինչ որ աբսուրդային վերջի վարկյանի հաշվարկ է, էլի որ ես կարանամ ունենամ կամ չգիտեմ։ Այս է խնդիրը իրականում։ Հա, իրականում շատ, բայց միգուցե նորից փորձեք այս մասին, չգիտեմ, էլի նամակագրությամբ թեկուզ այսինքն ուրիշ չեք կարող այս բանը։ Չէ, դե ուրիշ տարբերակ չկա, իրանք ասեց հենց այդ եմ ասում, դրանից հետո էլ եմ կապ հաստատել, ասել են օրը չենք փոխելու հաստատ։ Հիմա Ռումինիայի агентствան ասել է մենք մի հատ էլ անձամբ, մենք խոսում ենք անձամբ կոնսուլի հետ, մի հատ ինքը ասել է կփոխեմ, անգամ ասել է լավ, ոչինչ, բոլորին մի օր կկանչեմ, մի անգամից մի քիչ շուտ վերցնեմ թղթերը, իբր սենց է։ Հատկապես խումբ է։ Հա, դե չգիտենք, մնացածը հիմա ասես նորից այսօր վաղը պիտի կապնվեն, տեսնեն, կարող են կապնվեն, ասեն, բա ինչ եղավ իբր էլի, որ հասկանանք։ Հիմնականում ասում եմ, խնդիրը տոմսերի հետ է, ու գոնե մնացածը երեխեքը վերցնեն, ես ոչինչ կամ չգիտեմ, թեկուզ չեմ մասնակցի, հա, ու դրա պատճառով, բայց իմ դեպքում ասում եմ, դաժե անհնար է տոմս առնել, որովհետև չես կարող իմանալ, այդ իրանց 7 օր ասածը եթե 7 օր պետք է նկատի ունենանք։ Ես մտածում եմ հնարավոր է որ խումբ է, իրանք նկատի ունենան 8-ին վերցնեն։ Մի անգամ sense մենք մտել ենք Ֆրանսիայի դեսպանատուն, գոնե այնտեղ օրը նախապես նշում էին, այսինքն թուղթ էին տալի, ասում, «Էս ինչ օրը ժամը այսքանին կոնկրետ կգաս կվերցնես паспортդ»։ Այսինքն եթե գոնե այդ տիպի լինի, մենք հստակ դիմելու օրը իմանանք երբ ենք վերցնելու։ Ու այդ օրը կարաս ազնագիր բանա, ինչա, տոմս վերցնենք, էլի։ Այսինքն ասի, հա, ամսի 15-ին ենք տալու քո անձնագիրը կամ 14-ին ենք տալու, ես իմանամ արդեն 14-ից հետո կամ 15-ին վերցնեմ։ Եթե անորոշ տենց ասեն դե մենք քեզ կգրենք կգաս կստանաս, արդեն դու անորոշ պետք է նստես սպասես ուղղակի էլի։ Հա, իրականում խնդիրը շատ ակտուալ է ու ցավոք յուրաքանչյուր դեսպանատուն էլ իր աշխատելավոճն ունի ու մենք ոնց որ ալդակներ էլ չունենք, լծակներ էլ չունենք ոչ մի բան անելու այս պահին։ Այստեղ հարց ունենք նաև չաթում գրված Հայաստանի ուղարկող կազմակերպությունը ինչքան գումարի աջակցություն է ստանում մեկ ուղարկված կամավորի համար։ Սրա հետ կապված էլ նշեմ, ուրեմն էլի գայդում ոչ մի նմանատիպ սահմանաչափ չկա նշված, թե
ինչքան գումար պետք է հատկացվի որպես sending cost։ Ի տարբերություն Erasmus-ի ծրագրերի, ինչպես նշեցի, Erasmus-ի ծրագրերում գործընկերները որևէ ֆինանսական աջակցություն չեն ստանում մասնակիցների ուղարկման համար, բայց կամավորական ծրագրերում, երբ որ կազմակերպությունը կամավորներ է ուղարկում, այնտեղ կա sending activity cost, բայց այս էլի գործընկերության պայմանավորվածության վրա է, որոշակի կազմակերպություններ ինչ-որ տոկոսային գումար են դնում, որ այսքան տոկոսը կամ օրական ինչ-որ գումար են սահմանում, որ օրական այսքան կամ ամսական այսքան գումար հատկացվում է ծրագրի համար որպես ուղարկման cost, ու կամ էլ օրինակի համար հենց օրերով է հաշվվում, եթե ծրագիրը 365 է, ինչ-որ X գումար է դրվում, բայց այդ գումարի սահմանաչափը ցավոք սրտի նորից կարգավորված չէ ուղեցույցով, ու դա նորից գործընկերների միջև բանակցության հիման վրա է արվում։ Այսինքն դուք պետք է գործընկերների հետ դուք բանակցեք, թե ինչքան sending cost են հատկացնում ձեզ։ Ու այստեղ մի բան էլ կա, երբ որ իրենք են ուղարկում, այսինքն երբ որ մենք ենք հյուրընկալում, sending cost-երը մի փոքր այլ են, երբ որ հայաստանյան կազմակերպությունն է ուղարկում, որ իրենք պատճառաբանում են, որ իրենք նույնիսկ եթե իրենք են sending-ը, մենք hosting-ը, բայց ամեն դեպքում այդ National Agency-ի առաջ պատասխանատվությունը, ֆինանսական report-ը, ծրագրի դիմումը, ամեն ինչ իրենցն է, դրա համար իրենց sending cost-ը նաև տարբերվում է։ Այսինքն այդ տեսանկյունից էլ մենք չենք կարող ասել, որ եթե այսքան եք սահմանում, ուրեմն ուղարկման դեպքում դուք էլ պետք է այդքանը ունենաք, այնպես որ սա ավելի շատ էլի գործընկերների մեջ քննարկման հարց է, որովհետև կոնկրետ նշված սահմանաչափ չկա։ Եվ հյուրընկալելու համար ընդունող հայկական կազմակերպությունը ինչքան աջակցություն է ստանում, կախված է երկրից թե չէ, այստեղ էլի հիմնականում կախված է ծրագիրը, ինչ ծրագիր է դիմված, այսինքն տեսեք, նորից գոյություն ունի այդ ակրեդիտացիա ասվածը, որովհետև շատ դեպքերում լինում է, որ կազմակերպությունները միանգամից երկարաժամկետ ֆինանսավորման համար են դիմում ու հետո արդեն կախված ծրագրերից, տևողություններից, թե իրենք են որոշում, թե որ երկիր են ուղարկում կամավորին, այստեղ սահմանաչափ կա հիմնականում գրպանի գումարի համար ու այո, activity cost-ի համար էլի երկրից կախված է գումարը, թե որ երկիր են ուղարկում, ինչքան գումար են հատկացնում ու այստեղ միայն սահմանված գումարը լեզվի ուսուցման գումարն է, որը 150 եվրոն է, ճանապարհածախսը, որը էլի սահմանվում է distance calculator-ի միջոցով, այդ հաշվարկված գումարն է ու գրպանի գումարն է։ Մնացածը արդեն երկրից կախված իրենք են որոշում, այդ գումարը կազմվում է այդ երկրից կախված սահմանաչափով ու հիմնականում տևողությունից է կախված, թե ծրագիրը ինչքան ժամանակով է տեղի ունենալու։ Դրա հետ կապված արդեն բյուջեի քանակը այդպես է որոշվում։ Բայց այստեղ գումարը կարող եք բաշխել, օրինակ, քանի որ կամավորական ծրագրերը ավելի բացվածքով չեն իրենց բյուջեները, այսինքն իրենց բյուջեի տողերը միայն travel-ն է, exceptional cost-ն է, լեզվի ուսուցումն է, organizational ընդհանուր budget-ն է ու pocket money-ն է, բայց դուք այդ ամբողջ գումարը կարող եք ներքին ձեր գործընկերոջ հետ ունենալ ներքին բյուջեի բացվածք եւ այդտեղ նաեւ կարող եք որոշակի աշխատավարձ սահմանել ձեր համակարգողին ու նաև աշխատվածությունը արդեն դուք եք որոշում, թե այդ տրված գումարը ինչպես եք օգտագործում, օրինակ վճարում եք համակարգողին, վճարում եք արդյոք մենթորին, թե ոչ, activity-ների համար ինչքան գումար եք հատկացնում, լեզվի ուսուցումը միայն այդ 150 եվրոն եք անում եւ սկզբնական շրջանում, թե այդ organizational support-ից դուք նաև նախատեսում եք որոշակի գումար հատկացնել ավել այդ 150-ից եւ ամբողջ տարվա ընթացքում այդ կամ այդ սերվիսի ընթացքում լեզվի ուսուցումը ապահովել
accommodation-ի գումարը ինչքան է, local transport տալիս եք թե ոչ, սնունդի գումարը ինչքան եք տալիս կամ սնունդն եք տալիս թե գումարն եք տալիս, այսինքն այդ ավելի մանրամասն բացված բյուջեն դուք ինքներդ եք որոշում ձեր գործընկերոջ հետ ու այնտեղ ձեզանից, այսինքն այլ պահանջ օրինակ National Agency-ն չունի, դուք հիմնականում դա գործընկերների հետ եք անում։ Այսինքն չի արգելվում նաև օրինակ այդտեղից աշխատավարձ տրամադրել, իհարկե չեմ ասում բարձր աշխատավարձ, բայց որոշակի գումար հատկացնել համակարգումն իրականացնող անձին։ Կան այլ հարցեր։ Եթե այլ հարցեր չկան, կարող ենք այսօր ամփոփել, ավարտել, ինչպես խոստացանք մենք ուղարկենք ձեզ բոլոր տեղեկատվությունը ակտիվ հղումներով, որպեսզի կարողանաք դուք անցնել դրանցով ու եթե ուսումնասիրելուց հետո հարցեր լինեն, կոնտակտային տվյալներն էլ կունենաք մեր, կարող եք կապ հաստատել, ծիրով կաջակցենք, կփորձենք ձեր գործընթացը ուղղորդել։ Շատ լավ, ամփոփենք ուրեմն հանդիպումը, շնորհակալություն շատ բոլորին միանալու համար եւ թե տեղեկատվական կենտրոնը, թե գրասենյակը այստեղ է ձեր հարցերին պատասխանելու համար։ Տեղեկատվությունը ամբողջովին կուղարկվի, սկսեք իրականացնել ընթացքում, եթե հարցեր ունենաք, անպայման դիմեք։ Ձեզ լավ օր եւ հաջողություն բոլորին։ Շնորհակալություն։ Շատ լավ, շնորհակալություն։ Հաջողություն։